Բարև ձեզ, բարի գալուստ Alan Turing-ի անվան ծրագրավորման փիլիսոփայության դպրոց։ Մենք շարունակում ենք բաց դասախոսությունների շարքը, ուրեմն շարքի վերնագիրը ծրագրավորման հիմունքները, եւ այս ընթացքում արդեն տարբեր մարդկանց, նույնիսկ տարբեր տեսակետներից, այդ մեր ոլորտի հետ գործ ունեցող մարդկանց կողմից մենք արդեն ահագին տարբեր նյութեր ենք լսել, ինչ այս կամ այն կերպ իհարկե վերաբերում է հենց ծրագրավորմանը, մասնավորապես ծրագրավորող դառնալու այդ process-ին։ Այսօրվա մեր հյուրը, բանախոսը, դասախոսը, չգիտեմ ոնց է ավելի ճիշտ ասել, Աջիկ Նազարյանն է, նա հանդիսանում է VMware Armenia ընկերության Engineering Director, երևի տեխնիկական տնօրեն, եթե հայերեն փորձենք համարժեքը գտնել։ Խաչիկը շատ մեծ փորձով ծրագրավորման փորձով մարդ է եւ կարծում եմ մեզ այսօր իրոք անմոռանալի հանդիպում է սպասում։ Թեման No Old Technology vs New, ճիշտ ես չեմ հասկանում թե թեման ինչ է ասում, այսինքն վերնագիրը մի տեսակ չի բացում աջակերտները, Խաչիկ, խնդրեմ բարի երեկո, նախ եթե հնարավոր է մի փոքր ներկայանաս, եթե տեսանոթ մարդիկ կան քեզ չեն ճանաչում ու ի վերջո բացատրես թե ինչի մասին է լինելու այսօրվա զրույցը։ Շատ լավ, Արամ ջան, շնորհակալություն ներկայացման համար, բարև բոլորին։ Նախ շատ շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել ու միացել, հուսով եմ օգտակար կանցնի ձեր համար։ Արամին հատկապես շնորհակալություն ոչ միայն կոնկրետ այս սեսիան կազմակերպելու, այլ բոլոր նախորդները ու հաջորդները։ Ես ինքս ժամանակ գտել եմ ու դրանցից որոշները նայել եմ, իհարկե չեմ հասցրել բոլորը, բայց որը որ նայեցի բավական օգտակար էր, հենց որ արդեն ոչ թե պարզապես կազմակերպելու համար, այլ բոլոր բանախոսներին էլ օգտակար նյութերի համար։ Էդգարի նյութը շատ հետաքրքիր էր, ես ֆիքսել եմ Ռաֆայելին ուշադրությամբ հետևեցի, շատ օգտակար խորհուրդներ կար, Աստղիկինը, Դավիթինը, պատկերացրեք, եթե իմ զբաղվածության դեպքում ես կարողացել եմ օգտակար բան գտնել, ապա կարծում եմ հիմնական մասիդ համար դա հաստատ պիտանի է, ինչ շարունակեք նույն ոճով։ Հա, իմ անունը Խաչիկ է Նազարյան, վերջի 6 տարի կազմակերպություններ աշխատել եմ, հատկապես հիշատակման արժանի է Seagate-ը, որ երևի մի մասից ծանոթ է, բավական խոշոր հայկական կազմակերպությունը։ Ես եղել եմ իրենց առաջի engineering vice president-ը, որոշ կամպանիաներ ինքս էլ հիմնել Հայաստանում, որոնցից մեկը նույնիսկ արտերկրում, իսկ վերջի 6 տարիներին, ինչպես նշեցի, VMware-ում եմ։ Ես իմ սեսիայի ընթացքում մեկ հատված կնվիրեմ VMware-ի մասին մի փոքր կպատմեմ, այնպես որ դրան ենք անդրադառնանք։ Այսօրվա նյութը շատ կուզեի, որ զրույցի տեսքով լիներ, դուք ցանկացած բանի ընդհատեք ու հարցեր տվեք ինձ, նույնիսկ շեղեք թեմայից, մենք կարող ենք լրիվ փոխել, որտեղ ինձ աուդիտորիան բավական անծանոթ է, գիտեմ, որ պետք է որ բավական սկսնակներ լինեն, բայց ոնց տեսնում եմ որոշ անուններ ինձ ծանոթ են ցուցակում, նրանք արդեն բավական փորձել ունեն, այնպես որ դուք ձեր հարցերով փորձեք դրայվ անել խոսակցությունը այն ուղղությամբ, որով ձեզ հաճելի կլինի։ Ես Վարամի դպրոցի զուտ անունից ելնելով, որտեղ փիլիսոփայություն բառը ներկա է, փորձել եմ այնպիսի նյութ առանձնացնել այսօրվա համար, որտեղ հնարավոր է փիլիսոփայական զրույց ունենալ, բայց եթե ձեր հարցերից կամ որ շատ էսպես խոհապիլիսոփայելը դες չի տաքացնում, չի հետաքրքրում, կարող ենք նաև պրակտիկ բաներից էլ խոսել։ Վերնագիրը խոսում չէ, դա դիտմամբ է արված, որ սպասելիքներ են սյուրպրիզ լինեն, բայց ինչպես նշեցի, ավելի փիլիսոփայական են լինելու։ Կարելի էր մեկ այլ վերնագիր դնել, եւ ես իմ սլայդերին այդ վերնագիրն էլ հենց դրել եմ, որն է What's Next, այսինքն ինչ է լինելու հաջորդը։ Հատուկ ուշադրություն եմ դարձնելու
նրա վրա որ կարևոր եմ թե ձեր ամեն մի փոքրիկ ընտրությունը ինչպիսի ազդեցություն կարող է թողել այն ամենի վրա ինչ մեզ բոլորիս սպասվում է այս ոլորտում հատկապես նշելու եմ որ փորձեք ոչ թե սպասել թե ինչ է լինելու հաջորդը այլ ինքներդ եղեք ճարտարապետ այն ամենի ինչ որ գալու է հաջորդիվ անգլերենով դա գեղեցիկ է հնչում ու մեզ հաշվով մեր կազմակերպության նաև դիվիզներից մեկն է architects of what's next եղեք ճարտարապետ այն ամենի ինչ որ գալիս է հաջորդիվ եւ ոչ թե պարզապես սպասեք ինչ է գալու նման շեշտադրումներ են որոշ կիսապրակտիկ ու փիլիսոփայական խորհուրդներով թե ինչպես կարելի է ընտրություն անել ինչ տեխնոլոգիա սովորել օգտագործել այդ շրջանակներում է խոսակցությունը ես փորձեմ share անել այն սլայդերը որոնք պատրաստել եմ Արամ ջան երևում է իմ էկրանը Շատ լավ ընդհանրապես մինչև հիմա խոսքս նորմալ լսվում է Արամ հա կամ հանգիստ շարունակել թե կտրվում է մի պահ կտրվեց բայց հետո դզվեց նորմալ այո Լավ եթե զգանք շարունակում է գուցե վիդեոն անջատեմ մեր երկրում ինտերնետի վիճակը ոնց որ այնքան էլ կայուն չի Ինչպես տեսնում եք վերնագիրը What's Next եւ որպես subtitle օգտագործած է Old Technology versus New շեշտադրումը մեկ օրինակ է ընդհանրապես Old Technology versus New ես ուղղակի դեմ եմ այդ նախադասությանը դրա համար էլ ինքը սկսվում է no բառով հա որ դեմ եմ որ տեխնոլոգիի մասին խոսելուց խոսում են որպես նոր կամ հին որոշիչներ օգտագործելով դրա համար էլ դա ներառված է վերնագրի մեջ Միանգամից ուզում եմ սկսել այսպես հարցադրումով ձեզ, որպեսզի միանգամից մտնեք խոսակցության մեջ, փորձեք unmute անել ու բարձրաձայնել ձեր կարծիքը նշված հարցադրմանը, հա, ես փորձում եմ հարցնել ձեր կարծիքով որն է հաջորդ կամ մոտակա emerging technology-ն, հա, որն է այն տեխնոլոգիան, որով մենք բոլորս պետք է հետաքրքրվենք ուշադրությամբ հետևենք թե ուր է գնում ինչպես է զարգանում փորձեք ձեր կարծիքներն ասել դա կլինի կանխագուշակում կամ ուղղակի ձեր փորձի գիտելիքի իման վրա դա ինձ կօգնի որպեսզի հասկանամ աուդիտորիան ինչպիսին է Դե երևի օրեստական բանականությունն ու քվանտային համակարգիչներ էլի quantum computing Դա շատ լավ օրինակ է, եթե դժվար չի կարող եք հուշել ինչից ելնելով է, որ դուք այդպես եք մտածում։ Դե արհեստական բանականությունը աշխատաշուկան լրիվ փոխում է, այսինքն իր տված հնարավորությունները բազմազան են, իսկ quantum computing-ը, որ encryption-ի ոլորտում այդպես հեղափոխական բաներ առաջարկում, այդ առումով, այսինքն որ բանկային համակարգում բան, որ այդ առումով ինքը լավ առաջարկել է էլի տեխնոլոգիաները Կարելի է ասել, որ դուք այդպես եք մտածում կամ այդպես եք սկսել մտածել, որովհետև շատերն են խոսում այդ մասին։ Ինչ որ չափով հնարավոր է։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Այլ կարծիքներ կան, ինչ տեխնոլոգիաներ կան, որ ասում եք պետք է ուշադրությամբ հետևենք։ Իմ կարծիքով IoT-ն Նույնատիպ շատ լավ օրինակ է ու ճշգրիտ ես համաձայն եմ ու նույն հարցը էլի պետք է տամ փորձեք ինձ հուշել թե դուք ոնց եք հասկացել որ IoT-ն դա emerging technology է ուղղակի շատերն են խոսում այդ մասին թե ինչ որ այլ եզրահանգ պատճառներ կարող ձեզ բերել այդ եզրահանգմանը Դե ոնց որ իմ գաղտնիք չէ էլի որ ինչքան գնում է մարդիկ սկսում են ավելի շատ ալարել ավելի քիչ են աշխատում ու ցենց զուտ հելել գնալ լվացքի մեքենա միացնել գալու համար իրանք կարող է այնքան ալարեն որ զուտ այդ IoT-ին սկսեն օգտագործել իրենց տեխնիկաները ու սմարթֆոնով կառավարելու համար, հա, որ ամեն ինչ ձեռի տակ լինի ու միանգամից կարողանաս օգտագործես։ Ու բացի դրանից դա համել անվտանգության համար շատ լավ է, որտեղ կարող է տնից դուրս գաս, գազը մոռացած լնես անջատես։
Շատ լավ։ Այսինքն ոչ միայն այդ մասին խոսում են, այլ ինքներդ որոշակի տրամաբանություն ունեք դրա տակ, ուղղակի պարզապես չեք հավատում, այլ ձեր համար համոզվել եք, որ ոնց որ թե ճիշտ են խոսում։ Ну, կարանք ասենք տենց, հա։ Շատ լավ, մեծաշով վառ օրինակներ են ու համընկնում են նաև այն օրինակների հետ, որոնք ես ունեմ, ինձ էլ են անհանգստացնում դրանք, բայց այն հիմնավորումները, թե մենք ինչի ենք իրանց համարում emerging, ինձ ոչ միշտ են, որ դուր են գալի, երկրորդ պատասխանի դեպքում որոշակի տրամաբանություն ներդրված էր տակը, համոզված եմ առաջինի դեպքում էլ կա, բնականաբար դուք փակ աչքերով չեք հավատում այն ինչի մասին խոսում են, բայց եթե հիշեք, շատ հաճախ այսպես ինքնուրույն չեք դուք այդ եզրահանգմանը եկել, այլ ամեն ինչ սկսվել է նրանից, որ լսել եք այդ մասին։ Եվ հենց այդ կոնտեքստում ես միանգամից իմ սեսիայի գլխավոր շեշտադրումը անեմ, եթե ուշադրեք սլայդերի ներքևում ֆուտնոտում ինքը կարմիր գծով, այսպես չնայած սպիտակ տառերով գնում է, հա, B architect, so what's next, գլխավոր takeaway-ը, որ սեսիայից պետք է վերցնեք, պետք է փորձնեք վերցնել, այն համոզմունքն է, որ դուք կարող եք ու լավ կլինի, որ լինեք այդ հաջորդիվ եկողի ճարտարապետները։ Եթե չեք տեսնում պրակտիկ ինչպես է դա պետք անել հիմա, ապա երազեք այդ մասին, որ հետագա IoT կամ AI/ML տեխնոլոգիի նման բաները առաջինը ձեր մտքին գան, կամ եթե դաժե լսել եք, դուք այդտեղ պրակտիկ քայլերը ինքներդ առաջինը անեք։ Ձեր յուրաքանչյուրի ներդրումը իհարկե փոքր է, գուցե ժամանակի տվյալ պահին, բայց հաստատ փոքր ներդրումներով է, որ առաջանում է հաջորդիվը։ Եվս մեկ անգամ շեշտադրում եմ, որ դուք բոլորը դրա մասն եք, հավատացեք, եւ ես այդ սեսիայի ընթացքում մի քանի անգամ կշեշտեմ, թե ինչպես է դա արտահայտվում ձեր մասնակցությունը նախագծելու մեջ, թե ինչ է գալու հաջորդիվ։ Մյուս շեշտադրումը, որ անպայման ուզում եմ անալ, այն դեպքում ինչ լսում եք որ next-ի մասին, next բառը պատական չի այդտեղ, հա, կոնկրետ AI/ML-ի դեպքում կամ IoT-ի դեպքում իհարկե իր զարգացումը, իր ավելի մեծ մասշտաբներով ինդուստրիայում ներդրումը next է, բայց ինչ որ առումով ինքը արդեն փաստացի իրականություն է, ուղղակի իր զարգացման առաջնային փուլում է դեռ գտնվում գուցե, բայց հաշվի առնելով մեր ինդուստրիան ինչ կարգի հարաբերություններ ունի, շատ շուտով դա այլևս next չի լինի, այլ ուղղակի փաստացի իրականություն կամ նույնիսկ անցյալ։ Հա, այնպես որ իրական what's next-ի մասին երբ որ լսում եք, որի մասին դեռ թեթև շշուկներ են, դա ընդհանրապես գուշակություն է, այսպես ասած, կանխատեսում է։ Իհարկե educated guess է, այսինքն հիմնված է փորձի գիտելիքի վրա, ու դրանց բավական մասը իրականություն էլ դառնում է, բայց ոչ այնպես ինչպես հենց սկզբի օրերին խոսվում էր իր մասին։ Եթե անցյալի պատմություններից նայեք, թե ինչ որ բան, ինչպես էր խոսվում սկզբից ու հետո ի վերջո ինչ դառավ, միանգամից կսկսեք զգալ, թե ով ազդեց դրա վրա, ոնց ազդեցին, ինչպիսի փոքրիկ բաներ shape up արեցին այդ what's next-ը, ու այդ նույն IoT-ին կամ AI/ML-ը դրա այսպես մեջտեղոտ փուլերում են, ու ինչ է լինելու հաջորդիվ ընդհանրապես educated guess-ը։ Դա ինչի համար է պետք հիշել, ֆիքսել, որ դուք ունեք դրա վրա ազդեցություն, դուք դրա մասն եք։ Եթե դուք շարունակեք դրա մասին շատ խոսալ, նույնիսկ ուղղակի խոսալ, դա դրա վրա ազդում է։ Եթե դուք որևէ ուղղությամբ իրան տանեք, դա նույնպես իր վրա կազդի։ Ու իհարկե գլխավոր խորհուրդս, որ քննադատաբար մոտեցեք, հատկապես եթե օրինակ մեր բանախոսներից Էդգարին հաճախ եք լսում, ինքը շատ լավ մտքեր ունի, թե ինչպես է պետք ցանկացած հարցի քննադատաբար մոտենալ, պրոստը
կուրորեն չհավատալին չեն ասում, չնայած որ մեծ մասն են ասում կամ շատերն են ասում կամ այնքան կարևոր մարդիկ են ասում, էական չի, նույն կարևոր մարդիկ շատ հաճախ սխալվում են, ոչ թե ամբողջությամբ են սխալվում, այլ այս մասնակի եւ այլն, ամենավառ օրինակներից մեկը, որ միջև հիմա շարունակվում է, դա cloud-ի շուրջ առաջացած աղմուկն է, հա, որ արդեն հնություն է մեծ հաշվով, բայց դեռ շարունակվում է աղմուկը, որ այ ամեն ինչ գնալու է cloud, ոչինչ չի մնալու on-premise, վերանում է on-premise-ը, բոլորը վազելով գնացել cloud, դա միակ ճիշտ ճանապարհն է։ Մեծ հաշվով այդ արդեն կարելի է համարել անցած իր միջին զարգացման փուլը ու արդեն այլևս որևէ մեկը չի կասկածում, որ cloud-ը չի լինելու միակ լուծումը, այլ hybrid է լինելու, ինչը բավական տրամաբանական էր նույնիսկ առաջի օրերից, բայց hybrid բառը շշուկով էր օգտագործվում, ավելի աղմկոտ էր cloud-ը, hybrid նկատի ունեմ չի լինելու մեկ լուծում, չի լինելու միայն public cloud, hybrid նշանակում է նաև on-premise տարբերակը պահպանվելու է եւ ամեն ինչ աշխատելու է hybrid մոդով։ Ընդհանրապես ասած, այդ մի անգամ չի տեղի ունեցելու, պետք է արդեն համարել, որ դա expected է, որովհետեւ ծայրահեղություն միանշանակ այդպես չի աշխատում, ու մենք նաև խոսանք, թե ինչի համար է երբեմն նաև մտածված ու դիտմամբ այդ աղմուկները այդպես առաջացնում, որ ամբողջ ինդուստրիան մի ուղղությամբ բազի։ Համար իմ խորհուրդն է, եթե դուք որոշել եք ռեալ զբաղվել այս ինդուստրիայով, մտածեք մեծ, think big, անգլերեն սիրուն է հնչում, ու հարցադրումներ արեք, պրովոկացիոն հարցադրումներ արեք ցանկացածից, ներառյալ ինձ սեսիայի ընթացքում, որպեսզի փորձեք զգալ իրական ճշմարտությունը եւ ոչ թե պարզապես այդ աղմուկի հետևից գնացեք։ Ես ինչպես միշտ արանքում եմ անում դա, փորձեմ նկարագրել կամ ներկայացնել, թե ինչի համար արժի ընդհանրապես ինձ լսել։ Ես հույս ունեմ, որտեվ այս բանախոսությունը ձեր դուր կգա։ Ես պլանավորել եմ նաև հաջորդը, որը վերնագրել եմ business engineering, ընդհանրապես եթե շարունակի դուր գալ, հույս ունեմ Վահրամին թույլ կտա ես հաճախ հանդիպեմ այս աուդիտորիայի հետ, այնպես որ մեկ անգամ գոնե ֆիքսենք, թե ինչի համար արժի ինձ լսել, խոսքը իհարկե այն կամպանիայի մասին, որտեղ ես աշխատում եմ, դրանով եմ ես այս պահին հիմնավորում, որ արժի ինձ լսել, խոսքը VMware կամպանիայի մասին է, չգիտեմ ինչքանով եք ծանոթ, նա համաշխարհային կամպանիայի գլխամասը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հայաստանում դրա մասնաճյուղն է, R&D բավական մեծ մասնաճյուղ ունի Հայաստանում, նա համաշխարհային առաջատարն է վիրտուալիզացիայի եւ cloud management ոլորտներում, չգիտեմ այս բառերը ինչքանով են ձեզ որևէ բան ասում, բայց այսպես enterprise software ոլորտում, որտեղ որ հաճախորդները ոչ թե անձեր են ֆիզիկական, այլ խոշոր կազմակերպություններ, մեծ հաշվով ինչքան խոշոր կազմակերպություն գիտեք, ցանկացած ոլորտում, նա ինչ որ ձևով մեր հաճախորդն է, ու այդ enterprise ոլորտում ես ավելի ազդեցիկ software company մեծ հաշվով չգիտեմ, եթե նույնիսկ առանձնացնենք ենթադրենք Microsoft-ը, ապա ինքը ոչ միայն enterprise ոլորտում է լուրջ դիրքեր զբաղեցնում, այլ նաև consumer, սովորական ֆիզիկական անձիկ են նաև իր հաճախորդները։ VMware-ի դեպքում ինքը շատ է կենտրոնացած enterprise-ի վրա, ու այդտեղ մեծ հաշվով շատ քիչ մրցակիցներ ունի, եթե ընդհանրապես ունի, Խոսքը գնում է կես միլիոնից ավել customer-ի մասին, իսկ կես միլիոն enterprise ինքներդ եք հասկանում, շատ դժվար է պատկերացնել, շատ խոշոր կամպանիաների մասին է, խոշոր բանկեր, խոշոր ֆինանսական հաստատություններ, ամբողջական կառավարություններ ու նմանատիպ ծավալի կազմակերպությունների մասին է, որոնցից ընդհանրապես ասած հազիվ կես միլիոնից ավելին են աշխարհում,
25,000-ից ավել աշխատող ունի, 120 երկրներում մասնաճյուղեր ունի, ով որ ֆինանսներից հասկանում է, VMware-ը բաց բաժնետ իրական ընկերություն է, իր ստոկերը Nasdaq-ում բաց վաճառվում են, եւ այս պահին ճիշտ է մի քիչ կորոնավիրուսի հետ կապված ստոկերը լավ վիճակում չեն, բայց այս պահին 60 միլիարդ 60 բիլիոն մարքետ կապիտալի մասին է խոսքը, եւ ինքը իրենց ներկայացնում է Dell Incorporation-ի մաս, հա, կարելի ասել, որ ինքը մեծաշով Dell-ին է պատկանում 80%-ը, որովհետեւ 80% ձայնի իրավունքով Dell-ն է ղեկավարում VMware-ի board-ը։ Այդ վաճառքի միջոցով, որ Dell-ը VMware-ին գնեց, EMC-ին գնեց իրականում, որը VMware-ի բաժնեմասերի խոշոր բաժնետերն էր, ամենախոշոր IT գործարքն է մինչև եղել պատմության մեջ, նա դրա համար վճարեց 67 միլիարդ դոլար, նման գնի acquisition դեռևս երբեք տեղի չի ունեցել, դա 3 տարի առաջ էր։ Հուսով եմ, այս փոքրիկ փաստերը բավարար են հիմնավորելու, որ իսկ ես այդ կազմակերպությունում engineering director եմ, խոսքը չի գնում բարձրապես Հայաստանյան մասնաճյուղի մասին, այդ պոզիցիաները գլոբալ են, ու այն ինչ մենք անում ենք, ուղղակի extension գործունեություն չի, այլ չեմ կարող թվերը իհարկե բարձրաձայնել, բայց VMware-ի revenue wise երկրորդ product-ը ամբողջությամբ մշակվում է Հայաստանում, մասնավորապես ես դրա մաս եմ կազմում։ Հարցեր ունեք մինչև հիմա, հա, VMware-ի մասին միգուցե ուզենաք ավելի լսել, ինչ-որ բան հետաքրքիր։ Հարցեր չունեք։ Ուրեմն, որովհետեւ VMware-ի մասին փոքրիկ պատմությունից հետո վերադառնանք նորից մեր թեմային, ուզում եմ հատուկ շեշտադրել, որ աշխարհը եւ մեր ինդուստրիան մասնավորապես գնալով ավելի բարթանում է եւ շատ կարեւոր է որոշակի սկզբունքներ ունենալ, ինչ որ ռամկաներ ունենալ, ինչ որ մտածելու ձևեր ունենալ, թե ինչպես այս բարթացող multi-dimensional, multi-disciplinary աշխարհում ու մեր ինդուստրիայում կողմնորոշվել ինչ տեխնոլոգիա ընտրել, որությամբ գնալ, ինչն է ավելի կարևոր, որտեղ այնքան է բարթացել, այնքան է մեծացել ու այնքան արագ է փոխվում, որ շատ դժվար է։ Ինչ որ կարևորում եմ որոշակի սկզբունքներ հենց սկզբում ունենալ, որովհետեւ այդ սկզբունքների շրջանակներում, հա։ Ես չեմ ուզում թեման շատ չեղեմ, բայց իմ համար կարող են նույնիսկ այսպես մարդու աշխարհայացքը, իր մշակութային հիմքերը, նույնիսկ պարզապես գիրք կարդալը եւ այլն, ինչ ֆիլմեր է դիտում, ինչ թատրոններ են նայում, որտեղ նույնիսկ դրանք ազդում են իր տեխնոլոգիական ընտրությունների վրա։ Ձեր ընտրությունները, սա երկրորդ կարևոր շեշտադրումն է, եթե առաջինը հիշում եք, ես փորձեցի ձեզ խորհուրդ տալ լինել ոչ թե ուղղակի հետևող, ուղղակի follower, թե ինչ կա նորություններում, որ տեխնոլոգիայի մասին են շատ խոսում, այլ լինել ճարտարապետ այդ ամենի։ Եվ երկրորդ կարևոր խորհուրդը, որ ուզում եմ տալ, դա հիշեցնել, որ ձեր ընտրությունները բավական մեծ ազդեցություն ունեն այն ամենի վրա, ինչ ձեզ շրջապատում է։ Ընդհանրապես շեղվենք ու փիլիսոփայենք, հա, Վարամն ասում է սիրում է նման բաներ։ Իմ կարծիքով մարդու ազատությունը արտահայտվում է ընտրության հնարավորությունով, հա, առաջին հերթին։ Ու արդեն այդ ազատության նկատմամբ պատասխանատվությունը հենց կոնկրետ ընտրություններով է որոշվում, հա, թե ինչ ընտրեց։ Ռասուշ այդ կարգի կարևոր բան է արժի դրան մոտենալ բավական բարձր պատասխանատվությամբ, հա։ Արդեն պրակտիկ հիմնավորում ուզում եմ տալ, թե ինչպես է արտահայտվում այդ ձեր ընտրությունը, հա, որպես ծրագրավորող, որպես ինժեներ։ Ուրեմն հիմա այնպեսի աշխարհում ենք ապրում, որ ցանկացած կամպանիա, ցանկացած ընկերություն, անկախ նրանից ինքը software company է, вообще կապ ունի որևէ ձևով engineering-ի հետ, ակամայից դրանք բոլորը կամ արդեն կամ դառնում են software company-ներ։
այս բանին ինչով ուզում զբաղվի, թե ծավալցնաբերություն, ֆինանսական ոլորտ, գյուղատնտեսություն, ցանկացած ոլորտի կամպանիա, եթե արդեն այդպեսին չի, ապա շատ շուտով կդառնա նաև software company։ Ես իհարկե ծայրահեղացնում եմ, իր հիմնական բիզնես գիծը կպահպանվի այնպեսին ինչպեսին կա, բայց նրանք բոլորը սկսում են մրցել իրանց այնքանով, ինչքանով իրանք տեխնոլոգիաների կիրառություն ունեն, ինչքանով իրանք բարձր տեխնոլոգիաներ են օգտագործում իրենց բիզնեսով, հակառակ դեպքում մրցակցությունից դուրս են մնում շատ արագ։ Այսպեսով ստացվում է ցանկացած կազմակերպություն իրականում ի վերջո բավական կարևոր software կտոր ունի, IT կտոր ունի, հա։ Եվ այն application-ները, այն software ծրագրերը, որոնք իրանք գնում են, որպեսզի օգտագործեն, երբեք վերջնական չեն լինում։ Երբեք նման բան չկա enterprise ոլորտում, որ այս application-ը առա, գնեցի ու ինքը իմ խնդիրները լուծում է այնպես, ինչպես ես ուզում եմ։ Տենց բան չկա աշխարհում, ու ստացվում է, որ այդ կամպանիաները ունեն software բաժիններ, որոնք զբաղված են գնված application-ների ծրագրերի ադապտացիայով, հա։ Ուզում եմ ասեմ, որ շատ ռեալ է նախադասությունը իմ սլայդի վրա դրված, որ ցանկացած կազմակերպություն իրոք մասնավորապես նաև IT ինժեներական կամպանիա է դառնում կամաց, հա։ Այդ բաժինները մեծանում են, խոշորանում են, խոսքը ոչ թե մարդկանց քանակի մասին է միայն, որտեղ մյուս կողմից գնում են նաև օպտիմիզացիաներ եւ մարդկանց ներգրավվածությունը քչանում են, այլ իրանց ինֆլուենսի մասին է խոսքը, իրանց ազդեցության մասին է խոսքը։ Ու ստացվում է դուք դեզանից մի մասը, եթե դառնալու եք software developer-ներ կամ որևէ կապ ունենալու IT-ի հետ, դեզանից մի մասը իրականում ապագայում չի աշխատելու software company-ներում, այլ լինելու է որևէ այլ բիզնեսի software բաժնում, IT բաժնում, ինժեներական բաժնում, հա։ Ու եթե հիշում եք, ես ասացի, որ կազմակերպությունները իրար հետ մրցում են այս բանին ու դեռ երկար տենց կգնա ինձ թվում է, իմенно տեխնոլոգիաների ներդրմամբ, հա, դեռ ասուշ այդպես է, տեխնոլոգիաների ընտրությունը, ներդրումը, ծրագրերի ընտրությունը կախված է լինելու հենց այն ինժեներներից, որոնք այդ կամպանիայում աշխատելու են, այսինքն իրանց ազդեցությունը ոչ թե ուղղակի պարզապես չէ, անմիջական սկսելու են ազդել այդ բիզնեսների վրա, թե որ ուղղությամբ զարգանա, հաղթի մրցակցության, թե չհաղթի, հա, տեխնոլոգիան օգտագործի, այսպես ասած, լավ բանի համար, թե հակառակը վատ բանի համար, հա։ Այդ ինժեներները այդ կամպանիաներում ունենալու են ակամայից ունենալու են ահավոր կարևոր դեր, հա։ Սա մեկ ապացույց ձեր համար, հիմնավորում ավելի ճիշտ, որ ձեր ընտրությունները ինչ կարգի կարևոր են։ Ես կարող եմ մի փոքր շեղվել ու ասել, դուք կարող եք ասել, լավ, կգնամ այդ կամպանիա ու այդ ժամանակ այդ մասին կմտածենք, բայց իրականում դրա հիմքերը հենց հիմա են դրվում ձեր մոտ, հա։ Ամենապարզ օրինակը դա ասես Windows Linux ընտրության մեջ է, հա։ Ձեզանից մի մասը, եթե ոչ մեծ մասը, ավելի շուտ Windows օգտագործող է, քան Linux, հա։ Նու այդպես է, շնորհիվ Microsoft-ի մարքեթինգի եւ շատ ու շատ այլ բաների, դա իրականություն է, ու ձեր այդ այսօրվա ընտրությունը, որը տեղի ունեցել, չուսնել է ակամայից, հա, միգուցե դպրոցում դա են ձեզ դասավանդե, համակարգիչ եք գնել, որտեղ by default Windows-ը դրես տարբեր պատճառներով դուք Windows-ի հետ ավելի մտերմաց եք կան այլ օպերացիոն համակարգի, ու վաղը եթե դուք միանաք որևէ կամպանիա, որտեղ հենց ձեր ընտրությունից է կախված, թե որ տեխնոլոգիան կօգտագործվի, հավանականությունը այն բանի, որ Windows կընտրեք բավական բարձր է։ Դա մի փոքրիկ օրինակ է, բայց եթե ուշադրի լինեք, ամենատարբեր ձեր հիմիկվա ընտրություններ վաղը ազդելու են այդ կազմակերպության բիզնեսի վրա։ Իսկ այդ կազմակերպությունը կարող լինի բավական այսպես որտեղ software-ի մեջ է կարող չզգալ ձեր ազդեցությունը, բայց եթե դա օրինակ առողջապահական հիմնարկ է, եթե դա ֆինանսական ինստիտուտ է, եթե դա ավիակամպանիա է, այդ փոքրիկ ընտրությունները այդ բիզնեսի ուղղություններ են փոխելու ու դուք դրա վրա ազդելու եք։
Ընդհանրապես կարծիք կա, որ այդպես երկար գրքեր կան, որ բիզնեսն է իրականում, բիզնեսի պահանջներն են իրականում drive անում technology choice-ը։ Ես մեծ հաշվով համաձայն եմ, բայց ինչպես ձեզ խորհուրդ տվեցի, ինքս էլ այդ ձևակերպմանը քննադատաբար եմ մոտենում։ Արդյոք իրոք այդպես է, հա, որ միայն business requirement-ներն են technology choice-ը drive անում եւ ոչ թե հակառակը երբեմն, հա։ Իմ կարծիքով բավական հաճախ ու գնալով կշատանա կլինի հակառակը, հա։ Եթե մենք բոլորս խոսում ենք cloud computing-ից, որ այ cloud-ը ճիշտ է, վաղը մենք միանալով այդ կազմակերպության, մեր փորձից, գիտելիքից, մեր այդ նախապաշարմունքներից ելնելով մենք ընտրելու ենք ակամայից cloud-ում աշխատող software as a service, մենք խրախուսելու ենք այդ ամենը, չնայած որ կախված բիզնեսից միշտ չի, որ դա է իրականում ամենաօպտիմալ տարբերակը, բայց բիզնեսը հանձնվելու է, որովհետև այդպես բիզնես մարդկանց ադապտացիան ինքնուրույն չի լինելու, իրանք լսելու են ձեզ, լսելու են մեզ ինժեներներից, ու մեր technology choice-ը շատ հաճախ ուղղակի ազդեցություն է թողելու բիզնեսի ուղղության վրա։ Ես մի բան ունեմ, էլի հարցնելու։ Նշեցիք, որ այստեղ բիզնեսն է թելադրում տեխնոլոգիական առաջընթաց կամ տեխնոլոգիաներն են թելադրելու բիզնեսի ձևավորում բիզնես միջավայրի։ Իսկ ինձ թվում է, որ մարդկանց պահանջմունքներն են այդ ամեն ինչը թելադրում իրականում։ Մարդիկ ինչ-որ մի բան երևի չեն ուզում են ուրիշ կերպ լինի, հետո մի բիզնեսմեն է տեսնում, որ դա կարող է փոխել կամ տեխնոլոգիական մտածողությամբ մեկն է որոշում դա փոխել, երևի հենց մարդուց է, հա, ամեն ինչ գալիս, այդ բիզնեսն ու տեխնոլոգիան էլ իրար sense ձեր բռնած գնում են մեկը մեկի հետ։ Համաձայն եմ, ու իհարկե ես կառանձնացնեի, որ մարդկանց ընտրությունը, իրանց ցանկությունները ազդում է բիզնեսի պահանջների վրա, իսկ բիզնեսի պահանջները ենթադրվում է, որ պետք է ազդեր տեխնոլոգիայի ընտրության վրա։ Ես այսպես իմ նախադասության մեջ մարդկանց բացակա եմ դրել, սկսել եմ բիզնեսից։ Իմ կարծիքով մարդկանց ընտրությունը ավելի ուղիղ ազդում է բիզնեսի վրա, ու նոր բիզնեսը պետք է որ ազդեր տեխնոլոգիայի վրա, բայց ես այսպես պրովոկացիոն արձադրում եմ անում, ինձ թվում է, որ երբեմն հակառակն է տեխնոլոգիայի ընտրությունն է իրականում բիզնեսի վրա ազդում։ Ես պատրաստ եմ անգամ ձեր արձադրմանը պրովոկացիոն մոտենալ ու ասել ոչ միշտ է այդպես։ Եթե սպառողը մարդիկ իմանային իրենք ինչ են ուզում հստակ, ապա ինդուստրիան կզարգանար միգուցե այսպես 10%, 20%, որովհետև մարդիկ սովորաբար 10-20%, ես սիմվոլիկ թիվ եմ ասում, իհարկե, improvement-ներ են սպասում իրանց կյանքում, իրանց շրջապատում։ Իրանց մեծ մասը որպես այսպես քանակություն ընդունակ չի ու պետք էլ չի որ այդպես լինի, ու պատկերացնի ինչ նշանակում այսպես jump the curve, հա, որ հարթություն է փոխվում, հա։ Օրինակ ձեր կարծիքով մարդիկ նստած սպասում էին, որ iPhone դուրս կգա, հա, կոպիտ օրինակ եմ ասում, այսպես touch screen-ով հեռախոսներ, ինչ որ փուլում իրանք նույնիսկ իրենց մտքով դա չէր անցնում, հա, բայց ինչ որ մի նեղ խումբ մարդկանց դա պատկերացրեց ու բերեց շուկա ու մեկ էլ ստացվեց այնպես, որ իրականում ուզում էին, ուղղակի իրանք չէին պատկերացնում, որ այդպես բան ընդհանրապես հնարավոր է։ Այսինքն իրականությունը մի քիչ ավելի mixed է, բայց ես իհարկե համաձայն եմ ձեր հետ։ Բայց իմ շեշտադրումն է նա, որ մի մտածեք, որ այ մարդկանցից կամ բիզնեսից կգան պահանջները ու մենք այդ դրանից ելնելով կորոշենք, թե ինչ տեխնոլոգի ենք ընտրում։ Շատ հաճախ հակառակն է, մեր տեխնոլոգի ակամա ընտրությունները, ոնց որ ես Windows-ի վրա օրինակը բերեցի, հակառակ ազդեցությունն են թողնում բիզնեսի ու այդ նույն մարդկանց վրա։ Նույն cloud computing-ի վրա որ օրինակ բերեցի, ես ծայրահեղացրած եմ իհարկե բերում այդ օրինակները, ոնց որ ամեն ինչն էլ իմ ասածը միանշանակ չէ։ Եվ ես ինքս ձեզ խորհուրդ տվեցի, այսպես question արեք ցանկացած բան, որ լսում եք, հա, քննադատաբար մոտեցեք։ Հիմա եթե ես միանամ մի բիզնեսի ու ամեն ձև drive անեմ, որ software as a service ընտրվի, cloud-ային լուծումներ ընտրվեն,
մեծաշով եթե բիզնեսի աչքերով նայես, իր համար ոչ մի տարբերություն, կարա չզգա ինքը, ասի, դե սոֆթը ինչ տարբերություն, որտեղ աշխատում է, այստեղ թե այնտեղ մի ձև իմ խնդիրը լուծի, հա, իսկ ես էլ որպես developer իրան տանեմ դեպի այնուս լուծումը ու ագին բացատրություններ տամ, թե ինչի համար է դա կարևոր, որոնց մեծ մասը ճիշտ են։ Բայց ես ակամայից այդ բիզնեսը դնեմ ավելի, այսպես insecure կամ ավելի single point of failure պարունակող խնդիրների առաջ, որ միջև ինքը չուներ, հա, որը այսպես natural նկարագիրն է cloud-ի, հա, որ ինքը ծրկի single point-ը, ինչքան այնտեղ մենք ունենք disaster recovery-ներ ու տենց բարձրագույն բաներ, դեպքում մենք կախված ենք կապուղուց, տվյալները մեր մոտ չեն, դրսում են եւ այլն։ Ես որևէ ձև չեմ ասում, որ դա սխալ է թե ճիշտ է, բայց մենք մեր ընտրությամբ այդ բիզնեսին դրայվ արեցինք մի հատ այնց տեղ, որ գուցե եւ իր համար իրականում վտանգավոր էր ու չարժեր այդպես գլխապատառ գնալ այդ ուղղությամբ։ Բիզնեսը չզգաց, որ մեր technology choice-ը իրականում այդ կարգի ազդեցություն թողեց իր վրա։ Հաջորդ շեշտադրումը, որ իմ սլայդում առաջացավ, եթե նկատեցիք, որ երբեք խոսքը չի գնում որևէ մեծ որոշման մասին, որ այ հեսա որոշեցինք cloud ու всё եւ այլն, ամեն ինչ առաջանում է փոքր ընտրություններից, փոքր այդ Windows-ի օրինակը փոքր օրինակ է, նույնիսկ Office-ի օրինակը, եթե աշխատակիցների ճնշող մեծամասնությունը չգիտես ինչու սիրում է Microsoft Word, դա ակամայից բերում է Windows-ի օգտագործման եւ դա իր հետևից բերում է այլ տեխնոլոգիաների մի ամբողջ ստեկի օգտագործման, որը հետո այսպես ձնագնդիկի էֆեկտով ազդում է բիզնեսի ուղղության վրա, որ շատ հաճախ չես զգում, բայց հետո հետին հայացքով որ նայում ես, տեսնում ես, որ դա դրանից էլ հենց եղավ։ Ու իհարկե մյուս կարևոր շեշտադրումը իմ զրույցի, որ նմանատիպ ազդեցիկ ընտրությունները մենք փորձեցինք հիմնավորել, որ ընտրությունները ազդեցիկ են, պետք է լինեն պատասխանատու, պետք է պատասխանատվությամբ մոտենալ դրան։ Ես եթե օրինակ Էդգարի բանախոսությանը ներկա լինեի, իրան այդ հարցադրումը կանեի անպայման, որտեղ շատ հաճախ է սկսնակներին խորհուրդ տալի ինչից պատահի սկսեք, որևէ բանից սկսեք, կարևոր չի, ինչ-որ միտեղից սկսեք, միտեղ կհասնեք։ Իհարկե մոտիվացիան ուրիշ է, խոսքը գնում է նրա մասին, որ մի ձև դառեք մասնագետ, հետո կկողմնորոշվեք, հա, մի ձև մտեք աշխատաշուկա, հետո կողմնորոշվեք, մի շատ խորացեք, ես է ճիշտ է, այն է ճիշտ։ Լրիվ համաձայնվելով դրան, ամեն դեպքում ուզում եմ հիշեցնել, որ պատասխանատվությամբ մոտեցեք այդ ընտրություններին, որովհետև տենց փոքրիկ ընտրությունները ի վերջո բերելու են ինչ-որ շատ կարևոր տեղ ազդեցության վրա։ Իհարկե փիլիսոփայական ակնարկ է սա, բայց իմ կարծիքով կարևոր։ Ուրեմն հիմա նորից ես կուզեի, որ աուդիտորիան ինձ միանա ու նշված հարցադրմանը փորձի պատասխանել։ Ձեր կարծիքով որոնք են չակերտավոր ասած ճիշտ տեխնոլոգիաները, որ արժի սովորել կամ օգտագործել, հա, ինչպես եք դուք անում այդ ընտրությունները, ինչ բառեր են ձեր մտքին գալի, որ դուք ընտրում եք այս կամ այն տեխնոլոգիան։ Ակտիվ եղեք ժողովուրդ, դուք հաստատ որևէ տեխնոլոգիա ընտրել ու սովորել եք արդեն կամ ինչ-որ բաներ կա ձեր մտքին, հա, ինչն է դրայվ արել ձեր ընտրությունը, ինչից ելնելով, պարզ բաներ են դրանք, միգուցե ձեր ընկերն է խորհուրդ տվել, միգուցե մեկ այլ բան կա, ինչն է դրայվ անում ձեր որոշումները։ Ես պատասխանեմ, եթե կարելի է, կոնկրետ իմ համար առաջինը ոնց որ սերն է, այսինքն եթե ոնց որ դուրդ գալիս է այդ անել, օրինակ եթե ֆունդամենտալ մաթեմատիկայի խնդիրներ սիրում ես լուծել, առաջինը ոնց որ այդ approach-ն ես փորձում, լուծում ես, հետո արդեն դրանից կախված ժամանակի պահանջներով, այդ արդեն ոնց որ երկրորդ փուլն է, էլի, ժամանակի պահանջներով կախված թե ինդուստրիայում ինչ պահանջներ կա, այդ երկրորդ approach-ն ես ընտրում կոնկրետ ծրագրավորման ոլորտում, էլի, ինչ որ տեխնոլոգիա ընտրել։ Բայց առաջինը որպես այդպեսին սերն է, այսինքն եթե սիրում ես բան ունես, software սարքես, գնա software սարքի, սիրում ես web-ով զբաղվես, գնա web-ով զբաղվի։
Շատ լավ, բայց հետաքրքիր է դու որ պահին եք սկսում զգալ ինչ եք սիրում միջև սովորելը, էլի։ Միջև մի քիչ գոնե չսովորես կամ չծանոթանաս, որ պահին է տեղի ունենում էդի, ինչն է միջև սերը, ինչ որ մի ուրիշ բան է ոնց որ թե դրայվանում ձեզ։ Կոնկրետ իմ օրինակով փոխում եմ ստացել ու տեսնեմ որ դուրս գալիս է ձևի ու տենց նշանակել։ Օրինակ արդար կլինի ասել, որ պրինցիպի եթե տեխնոլոգիան նոր է համատաբար, ապա դա պրիորիտետ է ստանում ձեր ընտրության մեջ։ Ինչ դժվար կլինի պատասխանել այդ հարցին, տենց ավելի շատ այդ պրիորիտետ բերելը կարող լինի այն, որ ինչ-որ մեկը ծանոթացնում է, թեկուզ ձեր ասած օրինակով, որ ընկերը կամ ինչ-որ մեկը թեկուզ դպրոցում կամ համալսարանում դասախոսը, առաջին փորձը տեղից կարող լինի, էլի։ Շատ լավ։ Ուրիշ կարծիքներ կլինեն։ Ես ասեմ իմ կարծիքը, օրինակ ես հաշվով մի որոշ չափով համաձայն եմ Էդգարի ասածին, որովհետև միջև չիմանաս, չհետաքրքրվես, չմարտնացես, չտերեկանաս, չես կարա սիրես կամ իմանաս այդ ինչ է։ Ես իմ օրինակով էլի իմացել եմ, ասենք, այդ IT աշխարհի մասին լսել եմ, բայց չգիտեմ անգամ որտեղից կարելի է սկսել ու ուղղակի որոշել եմ վեբ ծրագրավորումից սկսել, հետագան արդեն ընթացքում ցույց կտայես ինչը կսիրեմ, ինչը չեմ սիրում, էլի։ Շատ լավ։ Ուղղակի ձեր պատասխանը ուղղակի մի քիչ ավելի, այսպես ոլորտի ընտրությունն է եւ ոչ թե տեխնոլոգիայի, ինչը լրիվ հասկանալի է, դուք դեռ միգուցե տեխնոլոգիայի ընտրություն ընդհանրապես չեք էլ արել, ընդհանրապես ոլորտն եք ընտրել։ Ես ուզում եմ մի քիչ առաջ գնալ, չնայած էլի եթե պատասխաններ կան ինձ հանգիստ կարող եք ընդհատել։ Ես ուղղակի ինձ անհանգստացնող օրինակ եմ ուզում բերել, որին շատ հաճախ հանդիպում եմ, որ ազդում է մարդկանց ընտրության վրա, հա։ Դրանք հետեւյալ բառերն են, հա, տեխնոլոգիան արդյոք նոր է, մոդեռն է, թե հին է, այսպես հնացած է ժամանակավրեպ է արդեն։ Դա բավական հաճախ է ազդում ընտրության վրա, ինչը լրիվ նորմալ է, բայց ինձ անհանգստացնում է այն, որտեղ տուպը նոր լինելը, այսպես հեչ բավարար պատճառ չի ընտրության համար, պետք է մտածելով անել, այսինքն համոզված լինել, որ ես դա ընտրեցի ոչ միայն նրա համար, որ դա նոր է, այլ մեկ այլ պատճառ էլ կար այդտեղ։ Խոսքը տեխնոլոգիայի մասին է, նորից եմ գնում, ոչ թե ոլորտի։ Ու ես ուղղակի առաջարկում եմ հիշել, մտապահել այլ բառեր, այլ տերմիններ նաև այդ ընտրության ժամանակ։ Հենց որևէ մեկը ձեզ ասում է նոր կամ ինքներդ հանդիպում եք new modern technology, որը համեմատության մեջ է դրած հնի կամ այսպես ժամանակավրեպի հետ, հիշեք նաև այս բառերը, որովհետև եթե նոր է, ապա դա նաև նշանակում է ինքը premature է կամ ռիսկային է։ Այսինքն նոր է նշանակում է բավարար դեռ չի օգտագործվել, պետք է որ տենց նշանակի, այսինքն բավարար հիմքեր ապացույցներ չկան, որ դա է ամենաօպտիմալ, ամենաճիշտ տեխնոլոգիան։ Էլի ոչ մի ծայրահեղությունն է ճիշտ, ոչ մյուսը, եթե զացիկլիցալ մենք ֆոկուս լինենք այս prematurity կամ ռիսկայնության վրա, ոչինչ առաջ չի գնա, բնականաբար, բայց կախված թե դուք որ փուլում ու որտեղ եք ձեր գործունեությունը ծավալում, հա, օրինակ, եթե դուք ստարտափ, ինովացիոն ինչ-որ խմբի մեջ եք, բնականաբար վազելով գնացեք ամեն մի նորի հետևից փորձարկեք, ձեր սա գործունեության իմաստը հենց դա է, դուք bet եք անում, հա, ձեր մոտեցումները շատ նման են գեմբլինգի, այսպես ոնց որ խաղարկային են, դուք իրոք հավատում եք, որ այս ուղղությունը պետք է որ ստացվի, ինչելոց, չգիտեմ, ստատիստիկան, բայց միլիոնից մեկն է ստացվում, այլ մեր Էդգարը շատ է սիրում հիշեցնել, որ success story-ների վրա մի կենտրոնացեք այլ failure-ների, որտեղ success-ները դուք իմանում եք, իսկ failure-ները որպես օրենք չեք իմանում, թե ինչքան են փորձել ու չի ստացվում։ Այ եթե իրանք անեն premature կամ ռիսկայնություն հաշվի առնելով, երևի ոչինչ էլ առաջ չի գնա, բայց եթե դուք enterprise ոլորտում եք աշխատում, այսինքն ձեր ամենօրյա գործունեությունը ռեալ գնում ու հենց այս պահին մարդկանց կյանքի վրա ազդում է, եթե դուք հենց այս պահին աշխատում եք ֆինանսական ինստիտուտում, ավիակամպանիայում, այդպես software բաժիններում եք, կամ այնպիսի կամպանիայում, ոնց որ օրինակ մենք ենք, որի գործունեությունը
հաջորդ պահին ազդում է ռեալ բաների վրա, իրական բաների վրա, դրանք հիպոթետիկ բաներ չեն։ Դա սիրում եմ հիշեցնել, որ ասենք առողջապահական համակարգը դա այնտեղ ազդեցություն ունի։ Պետք է հիշել նաև այս բառերը, ոչ թե միայն new ու modern բառերը, այլ premature ու risky, որտեղ եթե նոր է, ապա նաև ինքը բավարար հասուն չէ, բավական փորձարկված չէ։ Ու դրան համադրել որպես արդեն դրական բառեր, old-ի համեմատ proven կամ working, հա։ Ինչպես նախաբանում ասի փիլիսոփայական ակնարկ է, հա, բայց երբեմն մեր ուղղից դուրս են թռնում այս բառերը, եւ մենք եւ ներսում ենք կոնֆլիկտ ունենում կամպանիայի այսպես փորձառու աշխատող նորեկի միջև եւ իրական խնդրեմ ենք առաջացնում շատ հաճախ չհիշելով մյուս ծայրահեղություն անընդհատ շեշտելով որ բա ինչի սա որովհետեւ նոր է բա ինչի սա չէ որովհետեւ հին է հա առանց հետը կարելու որ լսի եթե հին է բա միգուցե ինքը աշխատող է ու proven է որ աշխատող է որովհետեւ եթե տենց չի իհարկե շփրտեք մի կողմ ամեն մի հին բան չի որ պետքա պահել հա ու բայ առաջը պետք գնա բայց այս բառերը երբ որ մոռանում ենք մեր ընտրությունը դառնում է սահմանափակ հաջորդ հարցադրումը դուք դեռ բավարար ակտիվ չեք միգուցե Zoom-ով տարբերակն է երբ որ աուդիտորիա ելնում շատ ավելի լավ է ձեր աչքերն էլ եմ տեսնում զգում եմ ձեր էմոցիաները որ տեխնոլոգիաները որ ձեր կարծիքով հեշտ է սովորել հա հեշտ է սովորել որովհետև հեշտությունը դա նաև ֆակտորներից մեկն է որ ազդում է մեր ընտրության վրա հեշտ է օգտագործել հեշտ է սովորել ուտեղ ոչ մի բացասական բան չկա կակրած հակառակը տեխնոլոգիան պետք է simple լինի, պետք է պարզ լինի եւ սովորելու եւ օգտագործելու տեսանկյունից։ Բայց որ բառերն են, որ ձեր մտքին գալիս են, երբ որ դուք խոսում եք արդեն հեշտ սովորելու կամ հեշտ օգտագործելու մասին։ Կարամ լեզուներից օրինակ բերեմ, որպես տեխնոլոգիա, այդ դեպքում օրինակ C++ ու Python-ի տարբերությունը որ դնենք, Python-ը բնականաբար ավելի հեշտ է սովորել, հեշտ է կիրառել սկզբի համար, նոր սկսողի համար այդ կլինի առաջնահերթություն էլի ընտրելու առումով, իսկ մարդը թեկուզ որ նոր է սկսե, որ նախընտրում ավելի դժվար ուղին, կընտրի C++-ը։ Այդ տարբերությունը։ Կարելի է օրինակ արդարը օրինակ ասել, որ դե մանավանդ Python եք ասում, որը այսպես սկրիպտային ինտերպրետացվող լեզու է, որ այդ լեզվով ավելի հեշտ է, ավելի արագ է, ավելի ճիշտ արդյունքներ ստանալ։ Մի բան անում ես միանգամից արդյունք ես ստանում, ի տարբերություն C++ պետք է դեռ սովորես ինչպես կոմպիլյացիա անես, որտեղ անես, ինչպես աշխատացնես, հա։ Արդար է ասել, հա։ Ուստեղ բացետել Python-ի օրինակով կոնկրետ ինքը ոնց որ ժամանակ էլ է խնայում բան գրելու, կոդ գրելու առումով, դա էլ էլի ինչ որ չափով օգնում որպես ռեալիզե դառնալու։ Դա փաստացի իմ օգտագործած պատճառն է, որ էլի իմ մտքին գալիս է quick results, հա, իսկ այն տեխնոլոգիան, որով հնարավոր է արագ ստանալ արդյունք, դա բավական նպաստում է մեր ընտրության վրա ու լրիվ նորմալ է այդ ընտրության հետ որևէ խնդիր չկա ու մենք համեմատում ենք ինչ որ կոմպլեքս բանի հետ, ասում ենք չէ, մեկը կոմպլեքս է, այս մեկում արդյունքները արագ կստանանք, հա։ Շատ հաճախ նման կարծիք են վեբ տեխնոլոգիաների մասին, JavaScript-ի մասին օրինակ, հա, շատ հաճախ կլսեք, որ ասում են, այնտեղ միանգամից կտեսնես ստեղծածը, հա, ասենք C++-ով դու backend-ային բաները մի տոննա անում, բայց միակ արդյունքը որ տեսնում ես քո shell-ի վրա ինչ որ տարերի ազատականություն են, այսպես UI չկա, որ ուրախանաս քո արդյունքով, ասեք շոշափելի չի քո ստացածը, հա, ու դա այդ ձև էմոցիա դրական չի առաջացնում, ու դա ազդում է մեր ընտրության վրա, quick results, հա, լրիվ ամեն ինչ նորմալ է նման ընտրության հետ, բայց ես էլի ուզում եմ այնպես համադրեմ մեկ այլ տերմինոլոգիայի հետ, որ պետք է հիշել էդի ընտրություն անելուց, հա, դեռ ասուշ ինչ որ բանի ռիզալտները նման quick են, դες վրոդի как հեշտ է սովորել,
հեշտ է օգտագործել, գուցե նաև իրանք ոչ մրցակցային են։ Այսինքն շատերը կարողանան այդ բանը անել, հա։ Պետք է գոնե հիշել այդ մասին ու հաշվի առնել դա, որ այդ quick results-ը մենակ իմ համար չի quick results, այլ բոլորի, ինչը բերում է նրան, որ շատերն են անում այդ ընտրությունը ու դա ստացվում է ոչ մրցակցային։ Մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն են տանում, որպեսզի ձեր ընտրությունը ավելի հավասարակշռված լինի։ Ու ես դա համադրում եմ յունիկության հետ, ունիկալության հետ, այսինքն եթե ինչ-որ տեխնոլոգիա կա, որը օքեյ, մի քիչ կոմպլեքս է դրա սովորելը, բայց փաստորեն ինքը կոմպլեքս է բոլորի համար, ինչը ակամայից վանում է շատերին ու առաջացնում է յունիկության էլեմենտ, այսինքն շատ քչերը կլինեն, որ դա գիտեն, ու ես գուցե եւ միակը լինեմ, ինչը կթանկացնի եւ իմ գիտելիքը եւ այդ տեխնոլոգիայի իմ արժեքը labor market-ում կոնկրետ ձեր դեպքում աշխատաշուկայում կթանկացնի։ Դա պետք է հիշել, չմոռանալ, հա։ Իհարկե, եթե կոմպլեքսության պատճառով դա ուղղակի ձեր մոտ չի ստացվում սկզբում, ամեն ինչ նորմալ է, բայց մի կենտրոնացեք մի ծայրահեղության վրա իմ խորհուրդն է, այլ հիշեք, որ quick results նշանակում է նաև ոչ մրցակցային եւ կոմպլեքս նշանակում է երբեմն նաև յունիկություն, հա։ Իսկ ամենակարևոր բանը ցանկացած արժեքի մեջ դա ինչքանով է ինքը valuable, ինչքանով է ինքը արժեքավոր եւ ինչքանով է ինքը unique։ Դա բիզնեսի պես չգրված օրենք է, որ եթե ուզում ես որևէ ռեալ արդյունք ստանալ, ապա այդ արդյունքը պետք է լինի արժեքավոր, այսինքն ինչ-որ խնդիր պետք է ինքը լուծի իրականում եւ պետք է unique լինի, հակառակ դեպքում դրանից բավական շատ կլինի ու ձեր արածը կկորի այդ ամբողջության մեջ։ Եվ հաջորդ եւ միգուցե վերջին հարցադրումը, որ ես խոհափիլիսոփայական ուզում եմ անեմ, ես այդ հարցը տվեցի այն սկզբում, հիմա փորձենք ինձ օգնել, թե ինչ ասոցիացիաներ են ձեր մոտ առաջանում, երբ որ խոսում ենք emerging technology-ների մասին։ Այ հեսա դրանք են գալի, այ հատուկ պետք է դրա վրա ֆոկուս լինել։ Արդեն փորձեք մի քիչ ավելի կոմպլեքս բաներից խոսալ եւ ոչ թե պարզապես լեզուներից, այլ տեխնոլոգիաներից, եթե իհարկե ծանոթ եք, հա, ինչ ասոցիացիա է ձեր մոտ առաջանում, ինչն է ձեզ ստիպում որևէ տեխնոլոգիայի համարել emerging։ Ես ասեմ, Խաչիկ ջան, ես ինքս նեյրոնային ցանցեր եւ այլն այդ մասով շատ հավեսին բաներ են հիմի գնում առաջ, որ շատ հետաքրքիր է։ Նաև այդ cloud computing-ի առումով ահագին նորություններ կան, որ կարելի է այդտեղ խորանալ։ Փորձի հուշես, թե ինչը քեզ ստիպեց մտածել, որ այսինքն ուղղակի մարդիկ շատ են խոսում այդ մասին, միգուցե Neuralink-ի Elon Musk-ի վիդեոն ես նայել պրեզենտացիան մի քանի ամիս առաջվա, ինչը քեզ ստիպեց որ դա համարես, ինքդ ֆայմեցիր, թե ուղղակի դրա մասին խոսում։ Չէ, առաջի հերթին մեդիա, երկրորդ հերթին, որ սենց զգում ես, որ ինչ-որ լավ տեղ է գնում, գուցե դրա արժեքները ավելի լավ, դրա այդ տվյալ տեխնոլոգիայի կիրառությունը ավելի արագ ու ավելի ճիշտ մոտավորության արդյունքներ բերի, ու այն սենց ոնց որ ձեռքերդ քորա գալիս ուզում ես տենց բան անես, որտեղ թույն է։ Շատ լավ, դա մեծ հաշվով նկարագրությունն է այն բանի, որ ես ուզում եմ ասել։ Իմ մոտ էլ է այդպես, դուք բացառություն չեք, երբ որ բոլորը խոսում են ինչ-որ բանի մասին, ու դա խոսալ մենք ոնց ենք լսում, բացի ֆիզիկական մեր ընկերներից մեր շրջապատից, մեդիան է իհարկե, որտեղ մենք անընդհատ լսում ենք ինչ-որ բանի մասին, դա ազդում է մեր ընտրության վրա, որ այ դե որ շատերն են խոսում, ուրեմն դա emerging technology է։ Ու երբ մենք դա որպես արդեն բացական բան համադրում ենք, որ ոչ մեկ invest չի անում այդտեղ, ոչ մեկ այդտեղ ներդրում չի անում, հա։ Օրինակ, այս բային շատ քիչ կամպանիա կտեսնեք, որ ներդրում են hardware-ի մեջ, հա, hardware-ի արտադրության մեջ։ Բավական քիչ կլսեք մեդիայում, բավական քիչ նորություններ կլինեն դրա մասին, այն classic hardware-ի մեջ որևէ ինվեստիցիա չեք նկատի։ Ու փոխարենը իհարկե նեյրոնային ցանցեր,
artificial intelligence, cloud computing ու տենց լիքը բաների մասին եք խոսում։ Դա ազդում է ձեր ընտրության վրա։ Ինչի այդ ամեն ինչ նորմալ է, որովհետեւ խնդիր չկա, բայց ելի ուզում եմ որպես մյուս ծայրահեղություն այլ բառեր էլ ձեր մտքին գան, հա, որ երբ որ բոլորը խոսում են դրա մասին, դա շատ բան է նշանակում, երբեմն դա ընդհանրապես մանիպուլյացիա է եւ այլն, բայց եթե այսպես hype-ը հանենք մեջից դրա, այդ մարքեթինգային ֆիշկերը հանենք, դա նաև պրակտիկ կյանքում նշանակում է, որ դրանք էքսպերիմենտալ են։ Եվ հենց դրա համար էլ իրանք դարձվում են emerging բոլորի ուղերներում, որտեղ որևէ դավադրապաշտություն չկա, հենց տենց էլ մտածած է, որ մարդիկ հավատում են, որ ոնց որ թե էսի աշխատելու է, ոնց որ թե դա ճիշտ բան է, ու ամեն ինչ անում են, որ ինչքան կարելի է շատ մարդ, շատ կամպանիաներ էքսպերիմենտ անեն դրա վրա։ Իսկ եթե մի բան էքսպերիմենտալ է, էլի եմ իշացնում, պետք է կողմնորոշվել, կախված նրանից, թե դուք ինչ գործունեություն եք ծավալում, ընտրություն անելուց գոնե հիշել, որ դա գուցե եւ ընդհանրապես էքսպերիմենտ է, հա։ Դա դեռ ապացուցված փաստ չէ, դեռ հիմնավոր փաստ չէ, որ դա է լինելու այն ինչ գալու է հաջորդ թիվ, հա, կախված ձեր գործունեության ոլորտից։ Հիմա այս աուդիտորիայի մեծ մասը ոնց հասկանում եմ, կամ սկսնակ է, կամ իր կարիերայի համատաբար առաջնային փուլերին է գտնվում, հենց որ իրանք կակրազ այդ էքսպերիմենտալ լինելը գուցե եւ գրավիչ է, հա, բայց ինչ որ փուլում որքա փորձեք ձեր ընտրությունը դարձնեք ավելի հասուն, որ ընդհանրապես այն պատճառով, որ բոլոր դրա մասին խոսում են, բավարար չլինի ձեր ընտրությունը անելու մեջ։ Ու արդեն nobody invests, այսպես բացասական ծայրահեղությանը, ես ուզում եմ համադրել opportunity բառը, որովհետև դա հնարավորություն է։ Նույն մեր այսպես կամպանիան Dell, հա, incorporation-ը այդ նույն բանն է անում մեր աչքի առաջ, այսինքն բոլորը հրաժարվում են hardware-ում ինվեստիցիաներից, բայց ինքը շատ լավ հասկանում է, որ hardware-ը որևէ տեղ չի անհայտանալու, ինքը գոնե փոխակերպվի ինչ-որ մի ուրիշ բանի, նյութերի իմաստով, ավելի low level տեխնոլոգիաների իմաստով, բայց ինքը չի վերանալու։ Այդ cloud, որ ասում ենք, ի վերջո տակը hardware է, ինքը օդում չէ, ինքը ամպ չէ, հա։ Ու ինքը ասում է, օքեյ, բոլորդ վազելով գնացեք այնտեղ, այստեղ առաջանում է opportunity իմ համար, ես գուցե միակը մնամ, հա, ու շարունակում են ներդրում անել դրա մեջ։ Պետք է հիշել այդ ֆակտորը, որ եթե բոլորով վազենք ինչ-որ ուղղությամբ, այդ որտեղ որ վազում ենք, դա կդառնա ոչ competitive ինչ-որ մի տարածք, իսկ եթե նկատում ենք ինչ-որ մի բան, որը հաստատ է, որ չի վերանալու, այ ոնց որ օրինակ ծրագրավորման լեզուների տեսանկյունից իմ կարծիքով C-ն է այդպիսի տարբերակ, հա, C-ն նույնիսկ C++-ը կարելի է համարել, որ իրանք արդեն ծրագրավորման մեջ foundational գիտելիք է, հա, ծրագրավորման լեզուների տեսանկյունից, ու որևէ հույս չկա իրա վերացման իսպառ, հա, այն ծավալի foundational կտորներ են գրված դրանով ու դեռ որևէ կասկածել չկա, որ իրանով գրելը սխալ էր, հա, որ որևէ մեկը մտածի rewrite անելու մասին, օրինակ C++-ի հետ համադրենք, ենթադրենք PHP-ին, իրանով էլ աննորմալ ծավալի software կա գրված, բայց բավական շատ են բավարար այսպես հիմնավորումները ու ծանրակշիռ կարծիքները, որ սոտիկի PHP-ին եթե ի սկզբանե ինքը չլներ, դժվար թե իրան ընտրեին, հա, իսկ C-ի դեպքում այն ամեն foundational-ները, որ գրված են, ասենք օպերացիոն համակարգերը, մինչև հիմա էլ մեծ հաշվով չկա ծանրակշիռ կարծիք, որ այ արժեր վերցնել ու այդ բոլորը rewrite անել մեկ այլ ծրագրավորման լեզվով։ Այսինքն, եթե մենք բոլորս վազում ենք այլ լեզուների, պետք է հիշել, որ փաստորեն C++-ի տարածքում opportunity է առաջանում, unique-ության opportunity է առաջանում, որտեղ դա ոնց երևում է չի վերանալու մոտակա ժամանակներս։ Չգիտեմ, հետաքրքիր է ձեզ թե չէ, այս համադրությունները իմ համար կարևոր է, որ ով իմ հետ աշխատելու, որևէ այլ ոլորտում է լինելու, ես ինչպես նշեցի, դուք միայն software company-ներում չեք աշխատելու եք նաև այլ կամպանիաներում, այլ բիզնեսներում, software բաժիններում, ու ձեր ընտրությունները
լուրջ ազդեցություն են թողելու այդ բիզնեսի վրա ակամայից։ Հենց որ այս մտքերը, այս կիսափիլիսոփայական հուսով ձեզ կօգնեն, որ ընտրություն անելուց մենակ մի ծայրահեղության վրա ուշադրություն չդարձնեք, այլ հիշեք նաև մյուս տարբերակները։ Եվ մի փոքր անդրադառնամ, թե որ տեխնոլոգիաներ են, որ ինձ արթուն են պահում գիշերը, ուսում դա դες հետաքրքիր է իմ օրինակի վրա։ Իհարկե դրանք բազմաթիվ են, բայց կան որոշներ, որոնք հատկապես արթուն են պահում ինձ, հա։ Իհարկե դա cloud computing-ն է, բայց իմ ինչպես ես խորհուրդ տալիս, այսպես քննադատական մոտեցումը cloud computing-ին ինձ հուշում է, որ շատ ավելի կարևոր է ոնց որ թե սպահին ուշադրություն դարձնել edge computing-ին, չգիտեմ ինչքանով է ծանոթ թե չէ, տերմինները կարող եք հիշել, հետո Google-ել, կարդալ իրան մասին կամ որոշակի վիդեոներ նայել։ Եթե այսպես մատերի վրա բացատրեմ, հա, cloud computing-ը խոսքը այն software-ի ծրագրային ապահովման delivery, հա, հայերեն բառերը արդեն դժվարում եմ գտնել, տրամադրման այն տարբերակն է, որ software-ը գտնվում է cloud-ում, այսինքն ինչ-որ մի հեռու տեղ եւ որպես ծառայություն է մատուցվում քեզ, եւ փաստորեն որպեսզի այդպիսի software կարողանաս գրես, որը որպես ծառայություն է տրամադրվում վերջնական user-ին, ինչ որ տեխնոլոգիաների պետք է տիրապետես, ինչ որ յուրահատուկ մոտեցումների պետք է տիրապետես, որպեսզի այդ արդյունքին հասնես։ Իսկ այ edge computing-ը նույնպես չի որ հակասում է cloud computing-ին, իմ կարծիքով իրենք իրար փոխլրացնում են, ինչպես իմ նախաբանում ասացի, ես հստակ հավատում եմ, որ ի վերջո hybrid է լինելու այդ ամեն ինչը։ Edge-ը արդեն ոնց որ ծայրակետ, հա, եթե հայերենում թարգմանենք, որոշակի հաշվարկային գործել արվում է ոչ թե միայն cloud-ում, այլ ինչքան կարելի է մոտ user-ին, հա, ու մոտ չի նշանակում միայն իր համակարգչում, միգուցե մեկ այլ մոտ տեղ, հա, միգուցե private cloud-ում, միգուցե հենց network-ի մաս կազմող որևէ սարքի վրա, հա։ Ինչի եմ ես համարում, որ սա շատ կարևոր է այս փուլում, հա, իմ ամբողջ բանախոսությունը դրա մասին էր, հա, որ եթե մենք բոլորս վազում ենք cloud computing, մենք համարում ենք, որ աշխարհի բոլոր software-ները միանշանակ աշխատելու են միայն cloud-ում, ու user-ները ընդհանրապես ինտերնետով որպես ծառայություն օգտվելու են այդ software-ներից, մենք շատ շուտ, հիմա вообще-то փորձառումատիկ իմ այլ են տեսնում, որ դա այդպես չի, բոլորը չի, որ տենց է լինելու, ու հաստատ լինելու է կարիք, որ որոշակի computation-ներ տեղի ունենան ինչքան կարելի է մոտ user-ին, հա, как minimum որպեսզի խուսափվի վտանգավոր failure-ներից, հա, բազմաթիվ օրինակներ կարելի է բերել ինչու, կարելի է ասել ցանցը չի դիմանա, բայց դա իհարկե սխալ պատկերացում է, որտեղ ի վերջո կդիմանա, հա, կզարգանա, այսօր 5G առաջ գալի, որը թույլ կտա եւ այլն, հա։ Այն ինչը վախ առաջացնում, որ cloud-ը չի աշխատի զուտ ռեսուրսի չբավարարման պատճառով, այդ պատճառները ժամանակավոր են, բայց այն պատճառները, որ ինձ են անհանգստացնում, իմ կարծիքով մշտական են, հա։ Եթե խոսքը գնում ասենք առողջապահական համակարգում որևէ software-ի մասին, իմ մտքից երով է չի անցնում, որ հնարավոր է այնտեղ հույս տնել, որ այդ software-ը աշխատում է միայն cloud-ում ու որևէ միջանկյալ ժամանակավոր տարբերակ չկա, որը աշխատում է edge-ում, հա, որի computation-ը տեղի ունենում ավելի մոտ այնտեղ որտեղ այդ software օգտագործում է։ Ես դրան չեմ հավատում, իսկ edge computing-ը բավական մեծ ու խառողություն է, դա ինչպես ասացի չի նշանակում աշխատում է user-ի համակարգչում, հա, դա ուղղակի աշխատում է ավելի մոտ իրան, հա, իսկ մոտ դա մի մեծ դաշտ է բացում, թե ինչ է նշանակում։ Ես օրինակը վերեցի, որ ինչով է օրինակին վրա իմ փիլիսոփայությունը բերում նրան, որ ես պարզապես չեմ մտածում cloud computing-ի մասին, մի ծայրահեղություն, այլ մտածում եմ ինչ-որ միշտ ինչ-որ
խառը հիբրիդ բաների մասին, տենալով, որ անհնարավոր ամեն ինչ գնա դեպի այս մյուս ծայրահեղություն։ Ու նույն ձևի ձեր սիրած թեմաներից մեկը, հա, artificial intelligence կամ machine learning, իհարկե ինձ էլ անհանգստացնում ու չի թողում գիշերը քնեմ, շատ բան եմ կարդում, մտածում, փորձարկում եւ այլն, բայց ինձ որպես այսպես ինքը ինչ որ խնդրի լուծման մեթոդ է ամեն դեպքում, հա, ընդհանրապես կախված խնդրից այդ մեթոդը կամ ճիշտ է կամ սխալ է, բայց ինձ եթե դաժե ինքը հետաքրքրում է, անպայման հետաքրքրում է decentralized տարբերակը իրա, եթե հետևետ չեք կարդացել, անպայման կարդացեք ինչ նկատի ունեն ասելով decentralized artificial intelligence կամ machine learning, խոսքը բավական էլի եթե մատերի վրա բացատրեմ, ինքը էլի կապ ունի edge computing-ի հետ, այսինքն երբ որ computation-ը տեղի է ունենում ավելի մոտ user-ին, հա, մոտարապես նույն մտքերն են ինձ տանջում, հա, որ ես չեմ հավատում, որ որևէ խնդրի լուծում artificial intelligence-ով կամ machine learning-ով լինելու է կենտրոնացած մի տեղ աշխատող, հա, հատկապես մարդիկ ովքեր IoT-ին համարում են emerging, ապա իրանք պետք է միանգամից տեսնեն, որ ի վերջո լուծումը չի լինելու, որ այդ բոլոր սարքերը միացած են ցանցով ինտերնետին ու ի վերջո cloud-ին ու իրանց ամբողջ խելքը, ամբողջ computation-ը տեղի ունեն cloud-ում, ինֆորմացիան հետ է գալիս իրան եւ վերջ։ Այդպես չի լինելու, դա բավական ակնհայտ է։ Այդ փոքրիկ սարքերը ունեն քիչ, բայց բավարար computational resource, որպեսզի իրանք մասնակցեն այդ խնդիրների լուծմանը ինքնուրույն, էլի որպեսզի խուսափենք single point of failure-ից, որպեսզի այդ կարգի կախվածության մեջ չլինենք ցանցից, հա, օրինակ պատկերացրեք մեքենաները, հա, self-driving մեքենաները, ոնց եք պատկերացնում, որ իր ամբողջ խելքային մասը լինի cloud-ում ու ինքը ընդհանրապես սիգնալները գան ու ինքը այդպես կառավարվի։ Դա բավական վտանգավոր ու երկար կյանք չունեցող տարբերակ է, բայց որ ես նայում եմ ինդուստրիան ինչ կարգի է ներդրում անում զուտ մաքուր AI ML-ի մեջ, առանց խորանալու են փաստի մեջ, որ այդ ալգորիթմները ախր պետք է ընդունակ լինեն մասնատվելու, մաս կտոր պուճուր աշխատելու, հետո համադրվելու ու դրանից ինչ-որ եզրակացություններ անելու, որը ես հենց անվանում եմ decentralized AI, հա։ Ինչպես կարելի է դա չնկատել ու բոլորով այսպես գլխապատառ վազել մի ուղղությամբ։ Դրա համար ինձ իմ օրինակի վրա ցույց տվեցի, որ նույնիսկ emerging technology-ների մեջ կան ինչ-որ subsection-ներ, ուղղություններ, որոնք իմ կարծիքով ավելի պրագմատիկ են, մի քայլ առաջ են, ու եթե ես այսօրվանից ձեռք գցեմ իրանց, իմ շանսերը իմ յունիկության ավելի կբարձրանան։ Ինձ տենց հատվում ամեն դեպս։ Եվ սա իմ վերջի սլայդն է իհարկե, հիշեցնում եմ, որ գլխավոր մեսեջը ուզում էի փոխանցեի, որ փորձեք լինել ճարտարապետներ եւ ոչ թե պարզապես follower-ներ, հետեւել թե ով ինչի մասին է խոսում, ուրեմն դա ճիշտ է։ Պրովոկացիոն հարցադրումներ արեք ցանկացածի։ Ես հեսա մի երկու օրինակ էլ կբերեմ, ներառյալ ինձ, իմ այս ամբողջ ասված նյութի վերաբերյալ, ես ինչքան կարողացա փորձեցի դոգմատիկ բաներ չասել, ընդհանրապես փիլիսոփայել, որ մի ծայրահեղություն չի միայն կա նաև այն մյուսը, երկուսն էլ համադրեք, նոր այս համակցված, լավ շրջադատված որոշումներ կայացրեք։ Խորհուրդս, որ ոնց հասկանում եմ Վահրամը ինքն իր դպրոցով այդ գիծը առաջ է տանում, ինչքան կարողացել եմ Վահրամին հետևեմ, որ սովորեք foundational տեխնոլոգիաներ, կան այդպիսիք, հավատացեք, որոնք ես իմ օրինակի վրա ինձ թվում է, որ C-ն արդեն այդպիսին է դարել ծրագրավորման ոլորտում, իհարկե մաթեմատիկան է այդպիսի բան, հա, դրա տարբեր բաժինները, դրանք foundation-ներ են, դրանք չի կարելի ասել չեն հնանում կամ չեն փոխվում, բայց նրանց մոտ տրանսֆորմացիաները շատ ավելի դանդաղ են տեղ ունենում, հենց դրա համար էլ մենք իրանց անվանում ենք foundation-ներ, որտեղ իրանք բացարձակ ճշմարտություններ են, իրանց այլևս ձեռ տալ հնարավոր չի։ Ինչ որ արվեստի գործեր են, հա, իրանց մեջ է կամ փոխակերպումներ, բայց եթե դու իմանում ես foundational տեխնոլոգիաներ, մյուսները դրա վրա շատ ավելի հեշտությամբ ես կառուցում, քո մասնագիտական առումով կախվածության մեջ չես մի բանից, որը այդքան արագ է փոխվում, հա, ու շատ ավելի
երկար ու ավելի հաջողակ կարիերա կունենաս, եթե foundational տեխնոլոգիաներ կարողանաս քեզ թույլ տալ սովորես։ Էլի ես կարող եմ ինձ իրանք վերապահել այդ ասել, ընկերներից մարդիկ կա, ասում են ես Հայաստանում հաջողակ կարիերաներ ունեցած մարդկանցից մեկն եմ, այս տարիքում բավական երիտասարդ, որ թույլ եմ տալիս ինձ այդ խորհուրդը տալ, որ եթե ինձ ասեն ինչից է տենց, ես կասեի, որ ժամանակին final եմ կամ ճիշտ խորհուրդ են տվել, որ foundational տեխնոլոգիաներ պետք է սովորել անպայման։ Դրա վրա կառուցվում է հեշտությամբ ցանկացած բան։ Ու իհարկե, էլի կարմիր թելով անդադ այդ խորհուրդը տալիս եմ, keep questioning, քննադատաբար մոտեցեք ցանկացած ինֆորմացիայի։ Ես օրինակ մեր բանախոսներին նախորդ որ որոշները լսեցի, մեկը արդեն ասացի, Էդգարը շատ հաճախ սիրում է ասել, որ սովորեք ինչ կարաք, ինչ պատահի եւ այլն, ինչը լրիվ ճիշտ խորհուրդ է, բայց ես իմ բանախոսության ընթացքում օրինակ թե պրովոկացիա ասի, որ բեսիկ չէ, փոքրիկ ընտրություններ անգամ ի վերջո ձնագնդիկի էֆեկտ են ունենում, ես Windows-ի օրինակը, օրինակ բերեցի, ու հետո ազդում են մեկ այլ կարևոր բանի վրա, հենց որ փորձեք ավելի պատասխանատու մոտենալ ձեր ընտրություններին։ Կամ օրինակ դեռ շեղված օրինակ Ռաֆոյի ելույթից, եթե լսել եք, ես հուսում եմ ձերքի հետ Վարամ ջան գովազդ եմ անում, որ մարդիկ գնան նորից լսեն, Ռաֆոյին շատ պրակտիկ գիտելիքներ էր տալի sales-ի, մարքեթինգի վերաբերյալ, ու ինձ հատկապես դուր եկա, որ ինքը առանձնացրեց big sales-ը, որ երբ որ ինչ-որ բան ես վաճառում, որը խոսքը գնում է մի քանի տասնյակ կամ մի քանի միլիոն դոլարի մասին, ապա այդ դեպքում մարքեթինգովի ստանդարտ դրույքերը չեն աշխատում, այդտեղ ավելի շատ sales-ն է աշխատում, այդտեղ brand-ի awareness-ով զբաղվել особо իմաստ չունի նույն մեթոդներով մարքեթինգովի, պետք է direct sales-ի վրա աշխատել, այդտեղ մարդկային կապերը շատ կարևոր դեր ունեն, people relationship, ազնվության մասին խոսած եւ այլ, ու այդ ամեն ինչի մեջ այդ կարևոր գիտելիքների մեջ մի հատ կարևոր բան ասաց, որ այտենց big sales-ի ժամանակ շատ կարևոր է որ contact person-ը մի հոգի լինի, ինչը համաձայն եմ լրիվ, բայց նաեւ ասաց, որ եթե նույնիսկ երկար է տևում, ասենք 2 տարի, 3 տարի իր խոսքում կար, ապա նույնիսկ այդ դեպքում պետք չի contact person-ին փոխել։ Այս շատ տիպիկ, մանավանդ մեր աուդիտորիան ոնց որ համատաբար երիտասարդ աուդիտորիա, շատ տիպիկ պրովոկացիոն հարցադրում է այդ դեպքում ասել, բայց ով ասեց, որ հենց այդ contact person-ի պատճառով չի, որ երկար է տևում, Իսկ ոնց կարելի է այդ մի ծայրահեղությանը մտածել, դոգմատիկ, որ why հանկարծ չփոխենք մեր contact person-ին, բայց միգուցե հենց իր պատճառով է, որ այդպես երկար է տևում։ Մենք շատ հաճախ ունենք այդ սխալը, որ օքեյ, տասնյակ միլիոնների գործարք կա, դե ուրեմն պետք է երկար տևի։ Իսկ այն մյուս մեր դոգմատիկ բանը մեզ ասում է, որ contact person-ին ամեն դեպքում պետք չի փոխել։ Ես համոզված եմ, որ Ռաֆոն այդ նկատի չունել, բայց ես ուղղակի օրինակ եմ բերում, թե ինչպես է պետք նույնիսկ տենց պրիմիտիվ ճշմարտություններին քննադատաբար մոտենալ ու ասել ոնց կարող է իր պատճառով վերախրվել այդքան երկար տևեցում ու դա դոգմա չի, որ պետք չի փոխել contact person, Կամ օրինակ Աստղիկի ելույթի մեջ բանախոսության մեջ կար տենց մի հատ գիծ, որ իրան հարց տրվեց, ասեց սերտիֆիկատների ներառման մասին CV-ում, ինքը պատմել, որ CV-ում արժի, որ սերտիֆիկատների մասին ինֆորմացիան լինի, նույնիսկ այնտեղ կոնկրետ հարցադրում եղավ, ինքը պրինցիպի կարևորեց, որ սերտիֆիկատների մասին պետք է շեշտադրում անել։ Համոզված եմ, եթե խոսակ հատկապես enterprise software company-ներում աշխատանքի ընդունվելու պրակտիկայի մասին, ցավոք դա միշտ չի, որ դրական ազդեցություն է թողում, գալիս է նրանից, որ մենք ուղղակի այդ սերտիֆիկատների իրական արժեքի մասին մի քիչ ավելի շատ ինֆորմացիա ունենք, ու շատ հաճախ հակառակ էֆեկտն է թողում, երբ որ այնտեղ մենք տեսնում ենք, որ մարդը այդքան ժամանակ է գտել ու ծախսել այդ սերտիֆիկացիայի վրա։ Փոխարենը մենք աննորմալ գնահատում ենք պրակտիկ փորձերը, որը GitHub-ում ձեր գրած software-ի առկայությամբ օրինակ ցուցադրվում, Մենք այդ ֆորմալ սերտիֆիկացիոն process-ների նկատմամբ բավական
կիսաբացական կարծիք ունենք ու ինքը երբեմն հակառակ էֆեկտն է թողում, պետք է զգույշ լինել, հա։ Նույնիսկ դրան, այդպես ես քննադատաբար եմ մոտենում, կամ այնտեղ հարց եղավ նույնիսկ գույնի հետ կապված, ես չգիտեմ ինչի ասիկը խուսափեց, ոչ թե խուսափեց, այլ ինքն էլ համարեց, որ չի պատասխանում այդ հարցին, որովհետև ինքը համարեց, որ հոգեբանորեն պրինցիպի գույնը CV գույնը որևէ ազդեցություն չի թողում, հա։ Ես սպասում եմ, որ աուդիտորիան որևէ ձև կմբոստանա ու կասի, բայց ինչի կարելի է չի վերջո ասել, որ եթե չի վնասում, ապա միանշանակ չի արդյոք, որ չի էլ օգնում, այդ դեպքում ինչի սև ու սպիտակի վրա չկենտրոնանալ, որը նեյտրալ է, այսինքն ինչի ռիսկ չանել ու խորհուրդ չտալ, որ եթե չես հասկանում, արդյոք պիտի օգուտ է թե վնաս, ապա նեյտրալից լավը չկա մեծ հաշվով, ես որպես գործատու միանշանակ խորհուրդ կտայի պահել նեյտրալ այդ մասով։ Ինչի՞ է, փորձեցի փոքրել անդրադառնամ նախորդ բանախոսների ասացին, ձեզ օգնել, որպեսզի ձեր մեջ այդպես հարց տվողի պրովոկացիոնի փսիխոլոգիայի ինչ-որ տեղ առաջանա։ Իմ կողմից այսքան է, եթե որևէ հարցեր ինձ ունեք, արդեն կարող թեմայից շերվեք, ինչի մասին ուզեք խոսակ, հասկացել եք մոտավորապես ով եմ, ինչով եմ զբաղվում, խնդրեմ։ Աջիկյան, եթե թույլ տաս, ես մի երկու բան ավելացնեմ, մինչև մեր լսարանը կազմակերպվի, հա մեկ էլ որպես մի հատ փոքր հուշում մենք չաթում մի քանի հատ հարցեր ու ինչ-որ մտքեր ունենք, եթե դժվար չի ծանոթանաս, դրանց էլ միգուցե պետք է պատասխանել։ Ուրեմն առաջի կարևոր բանը, որ կուզեմ ասել, այդ արքիտեկտ լինելու եւ մասնավորապես բիզնես տեխնոլոգիա, մարդիկ, հա, այդ եռամիության փոխհարաբերությունների ազդեցությունների մասով, Ֆորդը ասում էր, եթե ես լսեի մարդկանց, հա, լայն առումով, ապա պետք է ավելի արագ վազող ձի բուծեի, ասենք մեքենա ով կպատկերացնի, ինչ մեքենա Մենա ձիկա, ասենք արագ ձի բեր, ես երջանիկ կլինեմ, բայց ինքը ձի չէր արտադրում, ինքը մեքենա սկսեց արտադրել ու դրանով արդեն 100 տարի աշխարհը փոխեց։ Եվս մի բան կուզեմ նշել, որ ես որպես դասախոս ոնց որ իմ պարտքն եմ համարում ազդել այդ ապագա սերնդի մտածողության վրա, հա, ինչ որ հետ թողնել ու պես օրինակ ես դասավանդում եմ օպերացիոն համակարգեր, որոնք երևի կհամաձայնեն 60-ական թվականներից ցած լուրջ փոփոխության չեն ենթարկվում, հա, ոնց որ այդ գաղափարները, process, այնտեղ հիշողության հետ աշխատանք, ասենք ձևավորվել են շատ վաղուց, հա, որոշակի լավացումներ եղել են, հա, մի 20 տարին մեկ, բայց ասենք վերջի անգամ եղել է մի 30 տարի առաջ։ Ու հիմա ես այդ մարդկանց սովորացնում եմ այդքան հին բաներ, բայց միևնույն ժամանակ ասում եմ, ախր հասկանում եք, չէ՞, որ այս ամեն ինչը բնության մեջ չէր, որ այդպես ուղղակի աճում էր, ու այդ ինչ-որ մարդ է հորինել, հա, ինչ-որ մեկը մարդկանց կողմ նստել են ինտելում օրինակ, հա, շաբաթներ, ամիսներ շարունակ որոշել են, որ այս ռեգիստրը որ sense լինի, այստեղից այս ինտերապտը որ գա sense, այս բիտը ստեղեսի կդնի, ու մեր ամբողջ խնդիրը հա տեսանք, որ լուծվեց։ Այսինքն ճարտարապետությունները օթից չէ, հա, ոնց որ ի վերուս չեն եղել տրված ու ցանկացած բան որ դու սովորում ես մի հատ էլ նայի ինքը ինչ խնդիր է լուծում արդյոք այդ խնդիրը դեռ ակտուալ է հա օրինակ ոնց որ հիշողության սեգմենտային կազմակերպումը որ ոնց որ թե բավականին հին խնդիր է լուծում բայց մինչև հիմա հետևս գալիս է մեր հետ ապրում է բայց կարող է ինքը էլ պետք չի բայց ոչ մեկ չի անջատում չէ չեն հանում շպրտում ասում վերջ այսինքն հետո սեգմենտներ չեն լինելու դե որովհետև պատմականորեն եղել է բայց ամեն անգամ Երբ մարդ մուքա գործում ես ոլորտ, պետք է հասկանա, որ ստեղ ոչ մի բան, այդ որ ասում են setting stone, էլի, այդպես քարի վրա վերջնական գրած դրած չի ու ի վերուս տրված չի։ Մենք ենք դա ստեղծում, հա, ես չեմ ստեղծել, իմ նախորդն է ստեղծել։ Հիմա ես պարտավոր եմ դա վերցնել, քննադատորեն դրան նայել, հա, որովհետև շատ բան է փոխվել աշխարհում եւ միգուցե դա արդեն ամենալավ լուծումը չի, ու ես պետք է դրա լավը առաջարկեմ կամ այդ դնեմ մի կողմ մի հատ ուրիշ բան սարքեմ, որը ավելի լավ է այս իրականությանը, հա, համապատասխանում, որում ես եմ ապրում։ Այդ մտածողությունը շատ կարևոր է հենց ամենասկզբից դնել, հա, որ մարդիկ չմտածեն, որ դե արդեն ամեն ինչ որոշված պատրաստի այնտեղ ինչ լեզու կար արդեն բոլորը հորինել են, հա, բոլոր արխիտեկտուրաները կան, համ software-ի, համ hardware-ի, պարզապես այս գիրքը կկարդամ, ասենք ոնց է Microsoft-ի գիրք ունեի, How to Architect ասենք ոնց կարող է այս գիրք լիներ
կարդում ես ու ինչ ես իմանում, իրականում իմանում ես, թե Microsoft-ը ոնց է լուծումներ տվել, Entity Framework-ից ես իմանում, ինչ որ Microsoft-ի մոտեցումներն ես դու իմանում, բայց արդյոք դա է how to architect-ը, չէ՞։ Կարծում եմ չէ, հա, ու եթե մարդը մտնում է ոլորտ ու արդեն ասենց իրար առաջ պատրաստի լուծումներ են դնում, մի տեսակ տպավորություն կարող ստացվի, որ դե հա արդեն ամեն ինչ որոշված է, երևի արդեն որոշված է նաև ապագա տեխնոլոգիաները, ես էլ ինչ գործ ունեմ, ինչը ճարտարապետ եմ, հա, այդտեղից մենք կորցնում ենք պոտենցիալ այդ բանին, հա, ինվենտորին, հայտնագործողին, այդ ճարտարապետին, ով վաղը մի բան կարող է ստեղծել։ Ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել, որ դու սենց հարցադրումներ ես անում, չես թողնում միակողմանի նայենք, հա, այսինքն ցանկացած բանի մեջ կասկածելով կարելի է մոտենալ, արդյոք ինքը ամենալավն է ու հաստատ կգտնվի մի բան, հա, մյուս ծայրահեղությունը միգուցե, որը կգա կասի, բայց գիտեք, ես եմ լավը ու այդ երկ կամ ավել, միգուցե բևեռային ինչ-որ իրավիճակում մենք ստանանք ավելի օպտիմալ լուծում, քան այն առաջի հայացքից թվում էր, որ դե հեսա արդեն կա, արդեն բոլորը օգտագործում են։ Հա, պաստորեն ես դպրոցի գծի վրա ուրեմն, եթե դու տենց այդ գործունեությամբ ես զբաղված, դա շատ կարևոր է։ Շնորհակալություն քեզ, ես ընդամենը միգուցե 1-2 սեսիա անեմ նմանատիպ, բայց դու պաստորեն այդ գիծը պահում ես համընկնում այն խորհուրդների հետ։ Իրոք օպերացիոն համակարգները մեկ այլ foundational technology է, էլի տրանսֆորմացիայի ենթարկվում է, փոխակերպվում է, բայց այնտեղ մասեր կան, որ արդեն ապացուցել են իրանց, որ իրանք foundational են, ու դա իմանալը, այդ պատմությունը նույնիսկ իմանալը ինչպես է քարի վրա այնտեղ դրվել, շատ է օգնում, որ հաջորդ քարը կարողանաս դու ունես։ Հենց որ շնորհակալություն քեզ։ Անդրադառնամ ես հարցերին, ես այստեղ շատ մեկնաբանություններ եմ տեսնում, առաջինը ասում է what about new but proven and mature, դե իհարկե, երբ որ այդ երկուսը համընկնում են, շատ ավելի դուրեկան է, այսինքն ասում է ինչ կլինի, եթե եւ նոր լինի եւ proven եւ mature, դե հայկական ասացվածքը երկու երնեք միտեղ հազվադեպ է լինում, կամ հետեւաբար լինում է, դե new-ի հետ proven-ը բավական դժվար է համադրվում, որտեղ ուղղակի բավարար ժամանակ չի անցել, որտեսի համարվի proven, այդքան կիրառություն չունի, բայց ժամանակը այնքան արագ է վազում, որ լրիվ նորմալ է իմ ականջին հնչում նույնիսկ new and proven նախադասությունը, ոնց որ համաձայն եմ։ Widespread technologies seem to be easier. Դա իմ ասածն էր հենց, հա, եթե ինչ-որ բան շատ տարածված է, իհարկե հեշտ է սովորել, իհարկե ավելի հեշտ է կիրառել, համաձայնել, դա լրիվ նորմալ ընտրելու ձև է, ես ընդամենը ասացի, որ այդ ընտրությունը անելուց հիշեք նաև այն մյուս ծայրահեղությունը, որ եթե հեշտ է, ապա բոլորի համար է հեշտ, ինչը դարձնում է դրան ոչ մրցակցային նաև, ինչը չի նշանակում ինչ-որ աշխարհի վերջն է, վատ բան է, բայց պետք է իմանալ այդ մասին, որ եթե դա հեշտ է, ապա բոլորի համար է հեշտ, ապա գուցե նաև ոչ մրցակցային է, ինչը երբեմն գուցե ձեզ ինչ-որ միջին ընտրությունների տանի, որ այդքան էլ չընկնեք ոչ մրցակցային վիճակի մեջ։ Այստեղ ասում եմ, ես կարծում եմ մարդու ընտրությունը տեխնոլոգիայի ընտրության մասով շատ բարդ է լինելու, ապագայում անդադ նոր բաներ են ստեղծվում, արդյոք մարդու ունակ է այդ արագության հետևից հասնել, դե իմ կարծիքով այո, արդյոք բոլորն են ունակ, կարծում եմ այո, բայց արդյոք բոլորը կզբաղվեն դրանով ու արժի որ զբաղվեն, դե բնականաբար ոչ, ես մարդու ունակության նկատմամբ շատ ծայրահեղացրած պատկերացում ունեմ, ինձ թվում է ինքը ունակ է ամեն ինչի բառից բուն իմաստով, ես այդպես ծանվել է խելոք բաներին չեմ հավատում, այդ ամեն ինչը համոյում ընդամենը մկանի պես մի բան է, որ հնարավոր է սովորացնել, ու տենց բաներին օգնում են այդ սկզբունքային ռամկաները, մտածելու ձևերը, քննադատաբար հարցադրումներ անելու ձևերը, մարդու աշխարհայացքը, ճանապարհորդելը, գիրք կարդալը, թատրոն նայելը եւ այլն աննորմալ օգնում է մշակութային հենքը մարդուն, որպեսզի ինքը երբեմն ընտրությունը անում է նույնիսկ ոչ թե ինչ-որ հիմնավոր պատճառներով, այլ ուղղակի զգում է, որ այս ավելի ոնց որ թե արդար է, սա ավելի ճիշտ է, որտեղ իր աշխարհայացքը ուղղակի ահավոր լայն է, ուղղակի թվերով չի մտածում։
Ոնց որ չգիտեմ հարցեր թե չէ, իմ կարծիքով այո, բայց ոչ բոլորն են իհարկե դրանով զբաղվելու կամ պետք է չի որ բոլորը զբաղվեն։ Ինչ եք կարծում hardware-ի ապագային, ինչ եք կարծում hardware-ի ապագայի մասին։ Ես փոքր նշեցի, որ որևէ տեղ չի անհայտանալու, եւ Kubernetes-ը hardware-ի որևէ տեղ չի անհայտանալու, hardware-ը միշտ լինելու է, կարծում եմ նյութերի իմաստով թե ինչ է օգտագործվում hardware արտադրության մեջ փոխակերպումներ կլինեն։ Պետք է հասկանալ, որ այդ ինդուստրիան ակամայից ավելի դանդաղ է, որտեղ hardware-ում փոփոխություն անել ավելի թանկարժի, ավելի երկար process-ներ են պետք, քան software-ում, այնտեղ ավելի հեշտ են, ոնց որ hardware-ում փոփոխությունները կլինեն շատ ավելի դանդաղ, բայց եթե հետևենք, թե օրինակ միկրոսխեմաները ինչ արագությամբ են իրանց computational resource-ը կրկնապատկում, դա չուսնելի ամեն տարի է, եթե չեմ սխալվում, բառացի կրկնապատկում են իրանց computational հնարավորությունները, բայց այսպես ասած, չգիտեմ, համակարգիչը, server-ը, switch-ը, այդպես foundational բաները դեռ մնում են, կամ բոլորը խելոքանում են այդ բոլոր սարքերը, անընդհատ խելոքանում, փոքրանում, ավելի մեծ computational resource-ներ են պարունակում, բայց իրանք մնում են sense տենց։ Ու ես մեր Dell կամպանիայի ստրատեգիան օրինակ այդ կտրվածքով հավանում եմ, ինքը ասում է, օքեյ, սա բազելով գնացեք ինչ-որ մի ուղղությամբ, այս hardware-ի դաշտը թողեք ինձ, ես մենակով կզբաղվեմ, ու բոլորիդ համար hardware կարտադրեմ, բավական հետաքրքիր opportunity է գտե իր համար։ Kubernetes-ը դնել C-ի կողքին կդժվարանամ, C-ն ծրագրավորման լեզու է, Kubernetes-ը դա այս կոնտեյներներին կառավարման համակարգ է, Kubernetes-ը ընդհանրապես մենեջերն է, մի օրինակ է կոնտեյներների մենեջերների, ես չգիտեմ ոնց համադրեմ, մեկը օգնում է կառավարել կոնտեյներները, մյուսը ծրագրավորման լեզու է, չեմ ամիշ նկատի ունեք, գուցե unmute անեք ու օգնեք ինձ իրանք իրար հետ համատել, բայց Kubernetes-ը բավական emerging չէ անվանի տեխնոլոգիա, բայց այսպես ուղղություն է, ասեմ, որ դա Kubernetes-ի ինքը համատաբար նոր բան է որպես կոնտեյներների մենեջեր, բայց կոնտեյներն ինքը դալիքո նոր բան չէ, ու Վարամը երևի իր 19 դրան անդրադառնում է, Linux նորմալ սովորած մարդիկ ժամանակին շատ հնում, ես նույնիսկ ծրագրավորող չէի, Linux կոնտեյները կար, գործում էր, իր դերը տանում էր, այդտեղ որևէ նորություն չկա, բայց միգուցե եւ հենց Kubernetes-ը նմանների, Docker-ը նմանների բացակայությունն էր, որ մի քիչ խանգարում էր իրան այսպես mainstream դարձնել, որտեղ պետք էր ամեն դեպքում ինչ-որ մեկը կառավարեր, օգներ մենեջանել, հեշտ օգտագործել, թե չէ ինքը վաղուց կար։ Օգնեմ երևի բարձաբանեմ հարցը կրիտերիայի մասն է, թե ինչն է կարելի հիմնարար համարել, օրինակ C-ն ինչն է ստիպում C-ն հիմնարար համարել ու ինչ պետք է լինի Kubernetes-ի հետ, օրինակ Kubernetes-ի կամայական այլ գործիքեր կարելի ընտրել, ինչ պետք է լինի Kubernetes-ի հետ, որ իրան էլ հիմնարար համարենք ու դենց վստահ լինենք, որ դրանց սովորելը Adobe Flash սովորելը չի, հա, մի օր մի հատ Steve Jobs չի գա անջադի կնա, էլի։ Այդ ջան, նենց մարդը հարցնում Վարամ ջան, որ ինքն ավելի լավ պատասխանի դարձին, իմ մոտ ինչն է աշխատում, այդ ջան, որ ես C-ն համարում եմ, պարզ է բավական, C-ի դեպքում կոնկրետ, ժամանակն է ուղղակի, այնքան ժամանակը ինքը իրան ապացուցել, ոնց որ կինոն ենք համարում դասական, նենց C-ին, ժամանակն է ուղղակի, կոնկրետ C-ի դեպքում, հա, բայց C-անման կենթանիներին տարիների ընթացքում տեսնելով, բանում ինչ-որ զգայական էլեմենտներ սկսել են մոտս առաջանալ, որ նույնիսկ նոր տեխնոլոգիային փորձում եմ ասել, այս ոնց որ երևի երկար կտևի, այս մեկը չէ եւ այլն, հա։ Ինչքան ունիկալ ու կարևոր բան է անում ինքը, որ շատ դժվար է դա կրկնել, մանավանդ ինչ-որ նոր բանի դեպքում, եթե շատ հեշտ է այդ նույն բանը անել, շատ արագ կարելի է մտնել, պետք է որ կանխատեսես, որ մրցակիցներ կառաջանան ու դեռ պարզ չի ինքը կդառնա foundational թե չէ։ Մյուսը շատ պրակտիկ ու մի քիչ ավելի կեղտոտ բան է,
եթե նկատում ես, որ խոշոր enterprise կամպանիաներ կանգնած են իր հետև ու առաջ են տանում, հավանականությունը այն բանի, որ ինքը կդառնա կլասիկա, բավական շատ է։ Այն որ Kubernetes-ը նման ինչ-որ կենքանի ի վերջո կդառնա foundational, по-моему, ակնհայտ է, կոնտեյներները ոչ միտեղ չեն կորի, իր այդ իզոլացիայի foundational մոտեցումը վաղուց իրան ապացուցել է, որ ինքը պետք է մնա ու պետք է շարունակվի։ Ես չեմ հավատում, որ ամեն ինչ կանցնի կոնտեյներների, բայց ինքը լուրջ տեղ կզբաղեցնի software development-ի մեջ։ Ու իրանց effective manager ունենալը էլի բավական ակնհայտ բան է, որտեղ իրանցից շատ են, դե որ մի բանից շատ է, պետք է մի լավ ղեկավար լինի այդ շատ բաներին, հա։ Արդյոք Kubernetes-ը կլինի կլասիկան թե չէ։ Միջև հիմա է դա ցույց տալի ոնց որ թե։ Բայց ես համոզվածություն դեռ չունեմ, որտեղ դեռ հեշտ է մտնել այդ ինդուստրիա ու դեռ փորձող անողներ կան, մեկնել մենք ենք օրինակ, որ փորձում ենք այդ դաշտ որևէ ձև մտնենք։ Ես դեռ համոզված չեմ, որ դա կլասիկա կդառնա։ Եթե ուսան պատճառները փորձեցի ասեմ, իմ կարծիքով դեռ հեշտ է մտնել այդ շուկա, իր արած գործը դեռ բավարար յունիկ չի ու դեռ ես չեմ տեսնում ինդուստրիայի ամուր ձեռ իր հետևը կանգնած դեռ, բայց in principe համաձայն եմ, որ հավանականությունը այն բանի, որ ինքը ի վերջո մրցակցության մեջ կհաղթի, բավական բավարարեցի, շատ։ Այստեղ էլի կասում եմ կարծիքով ապագայի տեխնոլոգիաների վրա ազդում են նաև գիտաֆանտաստիկ ֆիլմերը, գրքերը, ի վերջո դրանք սկսում են իրական դառնալ, շատերը դրանցից ոգեշնչում են։ Միանշանակ համաձայն եմ, դա in principe այդ գիծը կար իմ բանախոսության մեջ, որ տարբեր ձևերով են ինչ-որ բանի մասին խոսում։ Խոսելու ձևերից մեկն էլ ֆիլմեր նկարելն է, համաձայն եմ, դա բավական ազդում է։ Ցավոք նաև կարծում եմ, որ միշտ չի որ դեպի դրական ուղղություն է ազդում, դրա համար շատ կարևոր է ամուր մշակութային սկզբունքային հիմքեր ունենալ, ուծի ընտրությունները անել մարդկային հիմնարար արժեքների հիման վրա եւ ոչ թե այսպես ուղղակի OS-ի մոդայա գնացինք այնտեղ շատ հաճախ է տանելու ասխալողությամբ։ Հասկացեք, այս ինդուստրիայում ես ստատիստիկաներին անգիր չեմ տիրապետում, որ ասեմ թե ինչ քանակի դիվելոպերա օրական, տարեկան մտնում ինդուստրիա ու ես ձեզ փորձեցի ցույց տամ թե դիվելոպերները ինչ կարգի ազդեցություն են սկսում ունենալ ընդհանրապես աշխարհի վրա, որտեղ ցանկացած կամպանիա ի վերջո software company-ա, IT company-ա, ակամայից դառնում, ներսում որոշում կայացողները դառնում են developer-ները, IT մասնագետները, բիզնեսը բավական կտրված է գիտելիքի իմաստով, ոնց որ ճիշտሊ blindly հավատում է, կուրորեն սկսում է հավատալ այդ IT ինժեներների ընտրություններին, ու ակամայից իրանք սկսում են աշխարհի վրա աննորմալ ազդեցություն թողել։ Ու եթե մեծ քանակի մարդիկ գնան առանց նորմալ մշակութային հենք ունենալու, առանց նորմալ աշխարհայացքի, առանց սկզբունքների, իրանք ուր ասես կարան տանեն։ Ես էլի դեմ եմ դավադրապաշտություններին իհարկե, բայց չեմ էլ ուզում, որ ինչ որ շատ այսպես volatile աշխարհում ապրենք մենք, հա, մի քիչ պետք է կանխատեսելի լինի, հատկապես այն ոլորտներում, որտեղ կյանքի մահվան հարց է, հա։ Այստեղ Ստեփանը Խաչատրյանը ասում է, իսկ cloud computing անվտանգային տեսանկյունից ինչ կասեք, օրինակ Google-ի ու AI փոխհարաբերությունը իհարկե ազդեցություն, կարող մոտահոգիք։ Դե դա այդ գիծն էլ իմ մոտ կար, պատահական չի, որ ես կարևորեցի, որ cloud computing-ի մասին մտածելուց անպայման չմոռանալ edge computing-ի մասին։ Կարծում եմ, հա, ինքը այդ վտանգը պարունակում է, դրանից վախենալ պետք չի, բայց ցանկացած single point of failure, ցանկացած լուծում, որը տանում է ցենտրալիզացիայի, իսկ cloud computing-ը դա ամենավառ օրինակներից է ցենտրալիզացիայի, դրանք իրանց մեջ ակամա այդ վտանգները պարունակում են։ Մենք պետք չի չքնենք ու դրա մասին մտածենք, բայց մեր փոքրիկ ընտրություններում եթե որևէ բան կարելի է ու cloud computing-ը չի դրա համար ամենաօպտիմալ լուծումը, եթե նույնիսկ այդ փոքրիկ ընտրության մեջ մենք գնանք դեպի edge computing, կնպաստենք դրան, որ աշխարհը ավելի գունավոր ու decentralized լինի եւ ոչ թե այս կարգի ծայրահեղ centralized, ոնց որ հիմա գնում է այդ ինդուստրիա։ Ոնց որ այլ հարցեր մեկնաբանություններ chat-ում չկան, կան live հարցեր։ Վահանա, ես կարող եմ խոսալ։
Հավոն։ Օպերացիոն համակարգերից խոսք գնաց, իմ կարծիքով հիմնային պետք է սկսել սովորել հենց օպերացիոն համակարգերից, որտեղ ասենք ծրագրավորման մեջ որտեղ է որ նայում ես օպերացիոն համակարգերի ցանկացած կիրառություն, այնտեղ որ կա հանդիպում ես։ Նույն ասենք ցանցերը, նույն գրաֆիկական մասը, նույն ծրագիրը ոնց է սկսում, որտեղից է ավարտվում։ Այդտեղ ես խորհուրդ կտայի Տանենբաումի գիրքը, որտեղ ինքը նաև է Unix օպերացիոն համակարգերի հիմնադիրն է, մեծ կստակներին, բոլոր հարցերը քննարկվում են։ Իսկ զուտ տեխնոլոգիայի առումով մի հատ sense հետարքիր բան եղավ, որ մի քանի տարի առաջ Android development-ը Java էր, ես որպես Java developer ուսումնասիրում էի, ինչ-որ ծրագրեր գրում էի, բայց հետո այդ փոխհարաբերությունները, որ վատացան, Google, Oracle, անցան Kotlin-ի։ Ու Kotlin-ի ինչ-որ մեծ article էի կարդում, դիպլոման ոնց էր արվում, էլի։ Ասում էր, իրանք IntelliJ IDE գրողներն են, Kotlin ստեղծողները, ու իրանք շատ լավ գիտեն Java-ի խնդիրների մասին։ Այսինքն դες խորհուրդ ենք տալիս անցնել Kotlin-ի։ Դες մի հատ հետարքիր ֆիշկա կար դրա մեջ, այսինքն ավելի հնարավոր է ավելի արագ լինի, ոնց որ այդ առումով գերեցին, որ սկսեցին Kotlin սովորել, ճիշտ է, այնց ինչ-որ լուրջ արդյունքների դեռ չեմ ասել, բայց այնց ինչ-որ գովազդային պահ ուներ իր մեջ, ու կիրառությունն էլ իմ կարծիքով շատ մեծ է, Android customer-ները, user-ները շատ են, իրեմ կարող են դրանից սկսել։ Լրիվ համաձայն եմ, դե օպերացիոն համակարգի դեպքում եւ ես եւ Վարամը հատկապես դրան 100% համաձայն ենք, ու դա ճիշտ բան է։ Դες չի որ ասում է դրանից մի սկսեք, դրա հետ համաձայն չի, ես համոզված եմ փորձառուներից ցանկացածը այդ գիծը տանում է։ Ուղղակի երբեմն չի ուզում վախացնի սկսնակին, ասում է լավ, մի բանից սկսի, չգիտեմ, որն է հեշտ, որն է դուրս գալի եւ այլն, սկսի հետո կողմնորոշվեց, բայց մենք սիրում ենք հիշացնել անընդհատ, որ օքեյ, հիմա հեշտ է բան եւ այլն, բայց չմոռանաս հանկարծ այդ անունս անընդհատ կարեւոր է, քեզ շատ է տանջվելու, դու ինչ որ մի փուլից են կողմ առաջ չես գնալու։ Ու ի վերջո չես էլ այտենց խորությամբ սիրելու այդ մասնագիտությունը, որտեղ մենք իմանալով իր այդ խորքերը մեզ սեր հենց այդտեղից է գալի։ Իմ սերը չի գալի օրինակ այդ quick result-ներից, հա, որ մի բան սարքեցի, սիրուն գույնավոր բան է երևաց։ Ինքը սեր է էլի, բայց որքան կարճաժամկետ է տևում։ Այն աղիքներում այն կարծիքով ցույցի թաքնված սերը ու ավելի երկարաժամկետ սեր է։ Հենց որ լրիվ համաձայն եմ քո հետ։ Իսկ Kotlin-ի հետ կապված ուղղակի ինֆորմացիաս բավական լիմիտի դա հենց որ ավելի ճիշտ է որ աուդիտորիան քեզ լսի, ես հենց որ չգիտեմ։ Այդ ինչա։ Ես մի բան կարելի ասեմ։ Առաջին հերթին միշտ ինչպես նշեցիք Հաջիկ ջան, սլայդերի մեջ, որ ընտրում եք հիբրիդային տարբերակը, այդ դեպքում ըստես միշտ շահողի վիճակում եք ներու։ Եթե մեկը fail եղավ, մյուսի վրա հաստատ ձեռք ունեք դրած, էլի։ Երկրորդ հերթին այն եք դուք versus եք անում նոր եւ հին տարբերակները, բայց եթե ես լինեմ նորը գրողը, նորի հիմնադիրը, երևի ես էլ կգնամ այդ մարքեթինգի վրա։ Ասենք չեմ նայ ինձ օգտագործող այդ տեխնոլոգի ինչ կլինի, ինչ չի լինի, բայց ես ինչքան bug fix-եր կունենամ իմ տեխնոլոգիի մեջ տենալով, թե ինչքան fail եղավ մյուս կողմում։ Ես մի անգամ ես կվերցնեի ինձ, ասենց կփորձեի ամեն ձև իմ լավի համար այդ fail-երը մարդկանց օգտագործել ու հետո շատ ավելի լավ delivery կազմակերպել։ Ու երրորդը CV-ի հետ կապված որ նշեցիր, ըստ իս նայած ում ես ուղարկում CV-ին եւ նայած ինչ position-ի ես։ Եթե UX designer ես ընդհանրապես, պիտի նույն CV լինի, որ ես կատարյալ լինի, որ զգաս, որ այդ մարդը հաստատ քեզ պետք է այդտեղ։ Բայց եթե ասենք engineer ես, այդ structured model-ը պետք է լինի։ Միանշանակ համաձայն եմ, ես ինչի այդ օրինակը բերեցի, որտեղ բանախոսության մեջ այդ գիծը մի տեսակ միանշանակ գնաց, որովհետեւ հարցադրում չեղավ, որ
Իհարկե ընդ կարմիր գծով գնում էր, որ կախված ուր ես ուղարկում, կախված ինչ պոզիցիա, ինֆորմացիան պահի relevant, բայց սերտիֆիկատի իմաստով որևէ այլ տարբերակ չկար, քան իհարկե պետք է նշել սերտիֆիկատները։ Ես ձեզ ուղղակի ժիվոյի գործատուի օրինակ եմ ասում, ես համոզված եմ իմ ընկերներից մեծ մասը այդ նույն գործին են ամբողջ օրը, իրանք ոչ միանշանակ են նայում այդ սերտիֆիկատներին, Ինքն ոչ միշտ է իրանց առկայությունը, իրանց վրա դրական տպավորություն տալու, հատկապես երբ որ շատ ալնում։ Երբ որ ընդ 1-2 հատ ինչ որ հնչեղ բան, օքեյ, ոչ շատ ալնում, համարյա 100%-ով բացասական էֆեկտ է տալու։ Մենք սկսում ենք չհասկանալ այս մարդուն այսքան ժամանակ ուր դուց այդքան սերտիֆիկատ ստանալու համար։ Ես էս պրագմատիկ բան եմ ասում, նես որ մենք արդար ենք, հա, բայց ընտրություն անելուց դա մեր վրա ազդում։ Ինչին էր պետք է սերտիֆիկատները, չէ՞ իրան։ Ну, չեն կարում էլի հստակ ընկալենք։ Հատկապես երբ որ ինքը լավ անցավ, հետո չկողմնորոշվեց, որ դրա մի մասը ոնց որ տենց բուլշիթ էր։ Էլի, մենք գուցե անարդար ենք, դա սուբյեկտիվ բան է, բայց երբ որ ես հիշում եմ այդ կոլի ժամանակ Վարամը հատուկ նշեց, որ խոսքը 10,000 CV-ի մասին է, եթե ձև կա, որ ուղղակի կեսը վերցնում շպրտում ես աղբար կղը, հա, եթե այդ կարգի ընտրության մասին, ապա նույնիսկ այս փուճուր էլեմենտները որ այդ ազդում են։ Այլ հարցեր կան, որ եթե այլ հարցեր չկան, ես փորձեմ հուշել, որ հաջորդ բանախոսությունը, եթե չեմ սխալվում, 14-ին էլի ես եմ, ես թե ինչու կապիզ եմ արել երկու հատ իրար հետևից եմ խոսալու, հետո չգիտեմ կախված աուդիտորիայի արձագանքներից կշարունակեմ թե չէ, business engineering եմ անվանել, դա մեծ հաշվով ինչ որտեղ կարելի է համարել շարունակություն այս էլեմենտի, խոսքը գնալու է այն մասին, որ պետք է կարևորել մեր մասնագիտության մեջ կապը բիզնեսի հետ, հասկանալ, որ այն ինչ մենք անում ենք, դրանք իրական խնդիրների մասին են, ու ինչքան կարևոր է այդ իրական խնդիրները իրոք իմանալ, իրական կենսաղային բիզնես խնդիրները իրոք իմանալ քո software կոդը գրելուց, խոսքը դրա մասին է լինելու, բանախոսությունը, էլի կիսափիլիսոփայական, բայց դա էլի մի բան է, որ ամենօրյա ռեժիմով ինձ տանջում է, որ բավական շատ մարդ մտնում է ինդուստրիա, կարիքից ելնելով, ու իրանք քանի գնում ավելի են կտրվում բիզնեսից, ամբողջությամբ գլխով ոտով դատախված են միայն technology choice-երի մեջ, ամբողջությամբ կտրված բիզնեսից ու շատ հաճախ չեն պատկերացնում այդ ինչ բիզնես խնդիրներ են լուծում այդ software-ը գրելով, իսկ ես արդեն նկարագրեցի, հա, որ technology choice-ը ակամա ֆռում ու էֆեկտ է ունենում բիզնեսի վրա, Հենց որ շատ եմ, ես դաժե արդեն վտանգավոր եմ համարում առանց բիզնեսի հետ կապը պահելու այդքան software գրելը։ Դրա մասին առնելու հաջողով միացեք, ելի կզրուցենք։ Վարհան, the stage is yours։ Շնորհակալություն։ Չկան ուրիշ հարցեր, որովհետև ես տեսա ինչ-որ մարդիկ ուզում են ինչ-որ բան ասել։ Okay, հա, ես chat-ում տենում եմ ինչ-որ բան գրվեց։ Այնտեղ էլ որ ասում են շնորհակալություն։ Okay։ Ես տենց հարցեր չունեմ, բայց եթե կարելի է երկու բան, ուղղակի ընթացքում չի ուզում ընդհատել, հիմա էլ կաշխատեմ արագ խոսեմ։ Այս փիլիսոփայական մասը չմոռանալով երկու հատ լավ միտք եկավ, հենց սկզբից որ խոսում եք, մի հատ լավ հարցադրում իմ համար կարդացի նոր, ասում է, իսկ երբ ձեր կարծիքը դարձավ հենց ձերը, այս մասին շատ եմ մտածում։ Մեկ էլ որ այս հարցը այս տեսությունն էլ շատ է կիրառվում տարբեր ոլորտներում, հայրեր, որդիներ հարաբերություններում, բայց այս նույն տեխնոլոգիաների զարգացման հետ կապված էլ, եթե մարդիկ չմտածեին անդադ նոր բան ստեղծեն, զարգանային, ինչ հիմա քարանձավում կապրեինք, անընդհատ, այդ շատ է, ինձ տանջում, որ անդադ միշտ ասում ենք երևի հերիք է, ինչ կա արդեն բավարար է, էլ ինչ պետք է ստեղծենք, բայց միշտ առաջ է գնում, մեկ էլ երբ որ ասեցի մարդկանց լսելու հետ կապված, հա, մարդկանց պահանջմունքներն են թելադրում, թե ինչ ստեղծենք, դա ոչ այնքան նկատի ունենք, որ հարցնենք կամ տեսնենք, թե ով ինչ է ուզում նոր մի բան ստեղծենք, այլ շատ գիտնականներ, շատ ստեղծագործ մարդիկ հենց զուտ իրենց կարիքներից ելնելով են ստեղծել, այսինքն իրենց տան, իրենց անձնական կյանքի համար մի բան ստեղծել, ու հիմնականում դա ինչ որ ցնդած բան են համարել, չեն ընդունել մարդիկ, հետո իրանք էլ են ուզել ու տենց
Մտածել եմ երևի Edison-ով այս հիմա արել 10000 անգամ նույն բանն անում, ես ինչ է բզբզում, բայց վերջում իրանք էլ են ուզել հաստատ։ Լրիվ համաձայն եմ, լրիվ համաձայն։ Մեկ էլ օրինակ ես ինչի եմ հարցրեցիք թե ինչի եք ուզում ինչ որ բան անել, օրինակ անձնական տեսանկյունից ես մտածում եմ որ պետությունը 3 հիմնական բանի վրա է հիմնված, օրինակ կրթությունը, բժշկությունը, ռազմական արդյունաբերությունը։ Ալո։ Հա, արդեն լսվում է։ Հա, ես մտածում եմ որ օրինակ հենց մեր պետությունն էլ ամենաշատը առաջնային 3 բանի վրա երբ պետք է շեշտադրում անի ու դրանով կզարգանա կրթություն, ռազմական ոլորտ ու բժշկություն։ Այնինչ եթե կրթության մեջ շատ փող դնի, վաղմիսօր ռազմական գործն ու բժշկությունը շատ կծաղկի։ Ու օրինակ մտածում եմ որ իմ գաղափարից կարող է ինչ-որ մարդ կանցել էլի, sense բան լինի, օրինակ ես միշտ մտածում եմ այս մեր երկիրը այնքան գյուղատնտեսական պոտենցիալ ունի, որ ինչի չեն ստեղծում մի հատ սարք, պետք չէ մեծ լաբորատորիաներ կա, մի հատ սարք, որը կարող է Էլի ձեր ձայնը կտրվեց գյուղատնտեսությունից հետո։ Հա, ես մտածում եմ ինչի չի հնարավոր չի մի հատ սարք ստեղծել, որը կարողանա հողի որակից հասկանալ, թե այդ հողում ինչ կարելի է ցանել, որ լավ արդյունք ստանանք։ Այնքան մենք ես իմ շրջապատում, այս մեր մարզում այնքան մարդ կա, մի բան ցանում են, արդյունք չեն ստանում։ Որտեվ այդ հողը դրա համար չի։ Օ Հայաստանում այնքան մեծ պոտենցիալ կա, այնքան բարաբաներ կան։ Ու կրթական ոլորտում, ռազմականում էլ, բժշկության մեջ էլ իմ ընկերներից մեկը մի որոշ ժամանակ Ահա։ Չէ, շարունակեք, ոնց որ կապը այնքան էլ լավ չի, բայց ես լրիվ լսում եմ, հասկանում եմ։ Իմ ընկերներից մեկը մի օր ասաց, որ մտքով կառավարվող դրոններ է ուզում ստեղծել։ Մտածեցի ցնդած բան, որ մարդու միտքը ստեղից ընդեղ է փոխվում, բայց հետո երբ որ մտածեցի, օրինակ կոմայի մեջ գտնվող մարդու ուղեղը ոնց կարելի է բանել կամ մարդ, որ խոսքը չի կարողանում խոսալ, եթե կարողանա միտքը արտահայտել, այդ տեխնոլոգիաները ճիշտ կիրառելուց ինչքան լավ բաներ կարող ենք ստանալ։ Ու սենց էլի իմ մոտ էլ ուրիշ բաներ է գալիս, որ չգիտեմ, ինչքանով են իրատեսական, որ առաջիկայում ունենակ։ Վերջի ասացի մասով խորհուրդ կտամ նայեք Elon Musk-ը ինչեր է անում Neuralink կոչեցյալ պրոյեկտում, մեծ հաշվով ինքը ասում է ես էդի անում եմ, բայց դուք 4-5 մեկնաբանություն արեցիք, ինչի համար շնորհակալ եմ, միգուցե մի մասը մոռացա արդեն, բայց առաջինը շատ դուրս եկա, որ երբ հասկացաք, որ ձեր կարծիքն է, այդ հարցադրումը ձեզ շատ արեք, ցանկացած բանի շուրջ, տեխնոլոգիա կլինի, լուբոյ բանի շուրջ, որ արդյոք ձեր ընտրությունը իրոք ձեր ընտրությունն էր, թե ինքը ակամայից զուտ նրա պատճառով որտեղ եք ծնվել, որտեղ եք մեծացել, ինչ կինո եք նայել, ինչ հաղորդում եք նայել, արդյոք դրանից էր միայն։ Բնական է, որ այդ բոլորը ազդել են, բայց ինչքան կարաք ինքներդ ձեզ հարցրեք, տանջեք, մինչև այդ կարծիքը դառնա ձեր սեփականությունը, դուք ձեր սեփական բացատրությունները ունեցեք, թե խիա այսպես ճիշտ կամ այն ձևը սխալ։ Իսկ ձեր անձնապես շատ դուրս եկա, որ այդպես իդեաներ ձեր մտքին անդադպատտվում, շատ լավ է, մենակ հուսով եմ դուք չեք գնա այն մյուս ծայրահեղություն, որ ընդհանրապես դրանք կմնան իդեաների մակարդակի վրա, ինչ որ էներգիա ու ռեսուրս է կծախսեք, այդ իդեան ձեզ էներգիա կտա, որպեսզի դրանցով կոնկրետ պրակտիկ նաև զբաղվեք, հա, այդ խնդիրը ջարդեք մասերի, ինչ որ բանից սկսեք անել, ոչ ուղղակի Google-ել կարդալ, հետաքրքիր վիդեոներ նայել, գալ նման մարդկանց լսել, այդ բոլորը իհարկե կարող է, բայց ինչ որ պահի ստել ու նաև պրակտիկ փորձել այդ իդեաները իրականություն դարձնել։ Դա որպես մյուս ծայրահեղություն ինքս բավական վտանգավոր է, անընդհատ այդ իդեաներով ապրել, այսպես ասած անցյալ անկատարով, երազանքներով, առանց դրա անհնար է դա ձեզ էներգիա տալի, բայց դրանցից ինչ-որ մեկը ձեզ պետք է բռնի, դուք ուղղակի ապրեք դրանով ու սկսեք պրակտիկ բաներ անել նաև։ Ասում են, չէ, ով կարողանում է անում, ով չի կարողանում սովորացնում է։ Հիմա հուսում եմ, որ այսքան sense եռացող մտքերից կարողանանք
վերջապես գտնեմ այն մեկը, որին կբռնեմ, որը կբռնեմ ու կգնամ առաջ, այդ շատ դժվար է, որտեղ կան շատ խնդիրներ, շատ բան ես ուզում անես, բայց գաղափարակիցներն են քիչ ու անելու տարբերակներն են քիչ, բայց շատ շնորհակալ եմ ու շատ եք ոգևորում, շատ շնորհակալություն այս ամեն ինչի համար։ Խնդրեմ ձեզ շնորհակալություն։ Մի հատ էլի հարց ունենք։ Չեմ տեսնում այլևս հարց ճիշտ ասած։ Լավ, եկեք այդ դեպքում ամփոփենք, շնորհակալություն Խաչիկ ջան, կարծում եմ հաջորդ անգամ եւս ոչ պակաս փիլիսոփայական ու հետաքրքիր նյութ մեզ կմատուցես, կարևոր հարցադրումներ եղան, մտածելու տեղիքներ, հա, իրականում ես այս ամեն ինչը շատ եմ կարևորում, քանի որ այդ քո ասած, թե ինչ մշակութային եւ ընդհանրապես ինչ արժեքներ կրող մարդիկ են գալիս, դառնում ծրագրավորող եւ ոնց որ ես ու դու հասկանում ենք, հա, թե նրանք ինչ ազդեցություն կարող են թողնել աշխարհի վրա, բայց ամեն մեկը չի որ դա գիտակցում է եւ այն մարդիկ ով դա գիտակցում է, սկսում է մի քիչ ավելի դες ուշադիր լինել, հա, ի վերջո ոնց անենք որ ավելի լավ լինի այդ մակարդակը, հա, հենց մշակութային եւ արժեքների։ Շատ շնորհակալ եմ, կարծում եմ այսօրվա քո այս բանախոսությունը իրոք մեծ տեղաշարժ անելու հնարավորություն ունի այդ ոլորտում։ Դե կհանդիպենք հինգշաբթի օրը։ Շնորհակալություն։ Առայժմ ժողովուրդ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։